Երբ 5 տարի անց Օֆելիայի մահից նրա հին բնակարանը վերանորոգելու համար բացեցին պահարանը, հատակի տակ գտան փոշոտ թղթապանակ, կարմիր կնիքով։ Այդ փաստաթղթերը 30 տարի թաքցված էին մնացել, եւ դրանց մեջ եղածը ամբողջովին հակասում էր պաշտոնական տարբերակին։ Այնտեղ էին պայմանագրեր, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես են Խորհրդային Միության մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները տասնամյակներ շարունակ կողոպտել ժողովրդական կուրթին։ Մինչդեռ նա ապրում էր սառած բնակարանում, ամսական 30 ռուբլի թոշակով։ Փաստաթղթերի մեջ էր նաև ձեռագիր նամակ, որտեղ Օֆելիան անվանում էր իր կողոպտիչների անունները։ Բայց ինչու է այդ նամակը երբեք չհասել հասարակայնությանը։ Ով էր շահագրգռված, որ այս ճշմարտությունը մնա թաքնված։ Ինչպես է հնարավոր, որ կինը, ով լցրել էր Կրեմլյանի պալատի դահլիճները, վերջում մեռավ աղքատության մեջ, իսկ նրա անունով հարստացածները շարունակեցին ապրել շքեղ դաչաներում։ 1950-րդ թվականների սկզբին Օֆելիա Համբարձումյանի անունը Խորհրդային Միությունում հնչում էր ոսկե տառերով։ Նրա ձայնը ճանաչում էին Մոսկվայից մինչև Վլադիվոստոկ, նրա երգերը հնչեցնում էին բոլոր հանրապետություններում, եւ երբ նա բարձրանում էր բեմ, հազարավոր մարդիկ սառչում էին իրենց տեղերում։ Բայց այնինչ տեսնում էին հանդիսատեսները բեմի վրա, փայլուն զգեստները, ժպիտը, վստահությունը, միայն կեսն էր պատմության։ Մյուս կեսը թաքնված էր հաստ վարագույժների հետևում, այնտեղ որտեղ սկսվում էր իրական կյանքը, լի դաժան պայմանագրերով, շահագործմամբ եւ նենգությամբ։ Օֆելիան ծնվել էր Երևանում 1928 թվականին, պարզ ընտանիքում, որտեղ հայրը աշխատում էր գործարանում, իսկ մայրը կարում էր տանը։ Երեխա Օֆելիան երգում էր դեռևս 4 տարեկանից, եւ նրա ձայնը այնքան անսովոր էր, որ հարևանները հավաքվում էին պատուհանների տակ լսելու համար։ 12 տարեկանում նրան տեսավ Երևանի օպերայի եւ բալետի թատրոնի դիրեկտորը եւ կյանքը փոխվեց մեկ օրում։ Աղջկան տարան Մոսկվա, տվեցին կրթություն, եւ արդեն 16 տարեկանում Օֆելիան երգում էր Կրեմլյանի պալատում Ստալինի ներկայությամբ։ Այդ երեկոյից հետո նրա ճակատագիրը կնքվեց, նա դարձավ պետության սեփականությունը։ Բայց այնինչ չգիտեին երկրպագուները, այն էր, որ Օֆելիան երբեք չէր տիրապետում իր վաստակած փողերին։ Յուրաքանչյուր համերգից հետո գումարները մտնում էին հատուկ հաշվին, որին մուտք ուներ միայն մեկ մարդ՝ Գրիգորի Սարգսյանը, մշակույթի նախարարության ներկայացուցիչը, ով նշանակվել էր Օֆելիայի անձնական մենեջեր։ Այս մարդը, ով միշտ հագնում էր սև կոստյում եւ ծխում էր թանկարժեք սիգարներ, վերահսկում էր արտիստուհու կյանքի յուրաքանչյուր ասպեկտը։ Նա որոշում էր թե որտեղ կերքի Օֆելիան, ինչ կհագնի, ում հետ կկարողանա խոսել, եւ ամենակարևորը, որքան փող կստանա։ Իսկ Օֆելիան ստանում էր ամսական 30 ռուբլի, ապրուստի նպաստ, մինչդեռ նրա համերգներից յուրաքանչյուրը բերում էր տասնյակ հազարավոր ռուբլիներ։ 1956 թվականին, երբ Օֆելիան արդեն 30 տարեկան էր, նա հանդիպեց Արամ Պետրոսյանին, երիտասարդ ինժեների, ով աշխատում էր Երևանի ավտոմոբիլային գործարանում։ Արամը տարբերվում էր բոլոր այն մարդկանցից, ում Օֆելիան ճանաչել էր իր կյանքում։ Նա չէր փնտրում փառք, չէր ուզում օգտվել նրա անունից։ Պարզապես սիրում էր նրան, իսկական, անկեղծ սիրով։ 2 ամիս անց նրանք ամուսնացան, եւ Օֆելիան առաջին անգամ իր կյանքում զգաց, որ ինչ-որ մեկը իսկապես հոգ է տանում իր մասին, ոչ թե իր ձայնի կամ հռչակի։ Բայց երջանկությունը տևեց կարճ ժամանակ։ Երբ Գրիգորի Սարգսյանը իմացավ ամուսնության մասին, նա մտավ Օֆելիայի հարսանյաց խնջույքի դահլիճ առանց հրավերի, առանց շնորհավորանքի։ Նա նստեց սեղանի գլխավոր տեղում, վառեց սիգիգար եւ ասաց միայն մեկ նախադասություն. «Օֆելիա ջան, դու մոռացար, որ քո կյանքը պատկանում է ժողովրդին, ոչ թե մի անծանոթ ինժեների»։ Այդ խոսքերը հնչեցին սպառնալիքի պես, եւ Արամը, ով նստած էր կողքին, զգաց, թե ինչպես է սառչում արյունը իր երակներում, բայց ամենավատը դեռ առաջն էր։ Հարսանիքից 2 շաբաթ անց Արամին կանչեցին գործարանի դիրեկտորի գրասենյակ եւ հայտարարեցին, որ նա ազատվում է աշխատանքից կադրերի կրճատման պատճառով։ Նույն օրը նրան այցելեցին 2 անծանոթ մարդիկ, ովքեր խորհուրդ տվեցին լքել Երևանը եւ չխանգարել Օֆելիայի կարիերային։ Արամը հրաժարվեց եւ հաջորդ գիշեր նրան ձերբակալեցին փողոցում հուլիգանության մեղադրանքով։ Օֆելիան վազեց ոստիկանություն, լաց եղավ, աղաչեց, բայց նրան ասացին, որ ամուսինը կազատվի միայն այն դեպքում, եթե նա ստորագրի կամավոր ամուսնալուծության դիմում։ 3 օր Արամը նստեց բանտում, եւ 3 օր Օֆելիան չկերավ, չքնեց, միայն լաց էր լինում։ 4-րդ օրը նա ստորագրեց թուղթը։ Երբ Արամը ազատվեց, նա եկավ Օֆելիայի բնակարան, վերջին անգամ տեսնելու համար։ Նրանք նստեցին խոհանոցում, բռնեցին միմյանց ձեռքերը եւ լռեցին։
ինչ էր կարելի ասել, երբ ամեն ինչ արդեն ավարտված էր։ Արամը հեռացավ Երևանից հաջորդ օրը, եւ Օֆելիան երբեք այլևս չտեսավ նրան։ Տարիներ անց նա իմացավ, որ Արամը տեղափոխվել էր Սիբիր, ամուսնացել էր այլ կնոջ հետ եւ ունեցել 3 երեխա։ Բայց նա երբեք չմոռացավ այն 3 ամիսները, երբ նրանք միասին էին, միակ իսկական երջանկությունը իր ողջ կյանքում։ Ամուսնալուծությունից հետո Օֆելիան փոխվեց։ Նրա ժպիտը բեմի վրա դարձավ մեխանիկական, նրա ձայնը, թեև դեռ գեղեցիկ, կորցրեց այն ջերմությունը, որը մարդկանց սիրտը շոշափում էր։ Նա սկսեց խմել, առաջին 9 անգամ կոնյակ, հետո օղի, հետո ամեն ինչ կարող էր մոռացություն բերել։ Գրիգորի Սարգսյանը նկատեց փոփոխությունը, բայց դա նրան չխանգարեց։ Հակառակը, նա սկսեց ավելի շատ համերգներ կազմակերպել, ավելի շատ գումար հավաքել, իսկ Օֆելիային տալիս էր միևնույն 30 ռուբլին ամեն ամիս, առանց բացառության։ 1962 թվականին Օֆելիան համերգ ուներ Լենինգրադում։ Այդ երեկո նա բեմ բարձրացավ ուշ, կես ժամ ուշացումով, եւ երբ սկսեց երգել, հանդիսատեսները նկատեցին, որ նրա ձայնը դողում է։ Երգի կեսին Օֆելիան կանգ առավ, նայեց դահլիճին եւ հանկարծ ասաց. «Ներեցեք, ես չեմ կարող»։ Նա իջավ բեմից եւ փակվեց հանդերձարանում։ Գրիգորի Սարգսյանը մտավ 5 րոպե անց, բարկացած, կարմիր դեմքով։ Նա գոռաց, սպառնաց, բայց Օֆելիան միայն նստած էր հայելու առջև եւ լաց էր լինում։ Վերջապես նա ասաց. «Գրիգորի, ես հոգնել եմ։ Ես ուզում եմ ապրել, ոչ թե միայն երգել»։ Սարգսյանը նստեց նրա կողքին, վառեց սիգար եւ խոսեց հանգիստ, գրեթե հայրական տոնով. «Օֆելիա ջան, դու չես հասկանում։ Դու ոչ թե պարզապես երգչուհի ես, դու խորհրդային արվեստի խորհրդանիշ ես։ Քեզ սիրում են միլիոնավոր մարդիկ։ Եթե դու հիմա հեռանաս, ինչ կմտածեն նրանք, որ դու դավաճանեցիր նրանց»։ Օֆելիան նայեց նրան եւ հարցրեց. «Իսկ ինչ է եղել իմ փողերը, Գրիգորի։ Ես երգում եմ 30 տարի, բայց ապրում եմ ինչպես աղքատ»։ Սարգսյանը ժպտաց եւ պատասխանեց. «Քո փողերը անվտանգ տեղում են, Օֆելիա ջան։ Երբ թոշակի գնաս, կստանաս ամեն ինչ, բայց հիմա դրանք պետությանն են պետք, մշակույթը զարգացնելու համար»։ Այդ պահին Օֆելիան հասկացավ, որ երբեք չի տեսնի իր փողերը, բայց ինչ կարող էր անել։ Նա վերադարձավ բեմ եւ ավարտեց համերգը, բայց ով էր իրականում Գրիգորի Սարգսյանը եւ ինչու ուներ նա այդքան իշխանություն Օֆելիայի կյանքի վրա։ Գրիգորի Սարգսյանը չէր եղել պարզապես մշակույթի նախարարության պաշտոնյա, նա եղել էր մարդ, ով ուներ կապեր Կրեմլի ամենաբարձր շրջանակներում, եւ նրա իրական դերը Օֆելիայի կյանքում շատ ավելի խորն էր, քան պարզ մենեջերի դերը։ 1940-րդ թվականներին, երբ Սարգսյանը դեռ երիտասարդ էր, նա աշխատել էր ՆԿՎԴ-դում, մշակութային գործիչների վրա հսկողություն իրականացնող բաժնում։ Նրա առաջադրանքն էր հետևել արտիստներին, գրողներին, երաժիշտներին եւ զեկուցել նրանց անվստահելի վարքագծի մասին։ Պատերազմից հետո նրան տեղափոխեցին մշակույթի նախարարություն, բայց կապերը մնացին նույնը։ Սարգսյանը չէր պարզապես կառավարում Օֆելիայի կարիերան, նա վերահսկում էր նրա ողջ կյանքը։ Երբ Օֆելիան առաջին անգամ հարցրեց իր փողերի մասին, Սարգսյանը ցույց տվեց նրան հաստ թղթապանանք, լի պայմանագրերով, ստորագրություններով, կնիքներով։ «Տես, Օֆելիա ջան», ասաց նա, «ամեն ինչ օրինական է։ Դու ստորագրել ես այս փաստաթղթերը, երբ սկսել ես աշխատել։ Համաձայն դրանց քո եկամուտների 80%-ը գնում է պետական հիմնադրամ, որը ֆինանսավորում է երիտասարդ տաղանդների զարգացումը»։ Օֆելիան նայեց փաստաթղթերին եւ չհասկացավ ոչինչ։ Նա 16 տարեկան էր եղել, երբ ստորագրել էր դրանք, եւ ոչ ոք չէր բացատրել, թե ինչ է նշանակում այդ ամենը։ Բայց հիմա, 35 տարեկանում, նա հասկացավ, որ ընկել է որոքայթի մեջ, որից դուրս գալու ճանապարհ չկար։ Սարգսյանը ապրում էր շքեղ բնակարանում Մոսկվայի կենտրոնում, ուներ դաչա Կրիմում եւ վարում էր Վոլգա մակնիշի ավտոմեքենա, այն ժամանակվա ամենաթանկ մոդելը։ Նրա կինը հագնում էր Փարիզից բերված զգեստներ, իսկ երեխաները սովորում էին հատուկ դպրոցում, որտեղ ընդունվում էին միայն նախարարների եւ ջեներալների զավակները։ Այս ամենը վճարվում էր Օֆելիայի եւ նրա նման տասնյակ այլ արտիստների վաստակած փողերով։ Բայց ամենածիծաղելին այն էր, որ Սարգսյանը համարվում էր ժողովրդի ծառա, մարդ, ով նվիրաբերել էր իր կյանքը խորհրդային մշակույթի զարգացմանը։ 1965 թվականին Օֆելիան հանդիպեց Լուսինե Գրիգորյանին, երիտասարդ լրագրողուհուն, ով աշխատում էր սովետական արվեստ ամսագրում։ Լուսինեն եկել էր հարցազրույց վերցնելու, բայց երկու կանայք շուտով դարձան ընկերուհիներ։ Լուսինեն եղավ միակ մարդը, ում Օֆելիան վստահեց իր ճշմարտությունը։
Նրանք նստում էին Օֆելիայի փոքրիկ խոհանոցում, խմում թեյ եւ խոսում ժամերով։ Օֆելիան պատմեց Արամի մասին, Սարգսյանի մասին, կորած փողերի մասին։ Լուսինեն լսում էր եւ գրում էր ամեն ինչ իր նոթատետրում։ Օֆելիա, ասաց նա մի օր, ես պետք է հրապարակեմ այս պատմությունը։ Մարդիկ պետք է իմանան ճշմարտությունը։ Բայց երբ Լուսինեն տարավ իր հոդվածը ամսագրի խմբագրին, նրան ասացին, որ այդպիսի նյութ երբեք չի հրապարակվի։ Ավելին, խմբագիրը կանչեց Լուսինեին իր գրասենյակ եւ խոսեց խիստ։ Լուսինե ջան, դու երիտասարդ ես եւ տաղանդավոր։ Մի փչացրու քո կարիերան։ Օֆելիա Համբարձումյանը մեծ արտիստուհի է եւ մենք պետք է պահպանենք նրա կերպարը։ Եթե դու սկսես գրել նման բաներ, դու կորցնես աշխատանքդ եւ ոչ մի այլ ամսագիր քեզ չի վերցնի։ Լուսինեն հասկացավ, որ սպառնալիքը իրական էր։ Նա վերադարձավ Օֆելիայի մոտ եւ պատմեց ամեն ինչ։ Օֆելիան միայն ժպտաց դառնորեն եւ ասաց. Ես գիտեի, Լուսինե ջան։ Նրանք երբեք չեն թույլ տա, որ ճշմարտությունը դուրս գա։ Բայց Լուսինեն չհանձնվեց։ Նա սկսեց գաղտնի հետաքննություն, հավաքելով փաստեր Սարգսյանի եւ նրա գործընկերների մասին։ Նա հացազրույցներ վերցրեց այլ արտիստներից, ովքեր նույնպես տուժել էին նույն համակարգից։ Նա գտավ փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ Սարգսյանը տարիներ շարունակ փոխանցում էր արտիստների փողերը անձնական հաշիվներ։ Նա պատրաստեց ամբողջական զեկույց, 112 էջ, լի անուններով, ամսաթվերով, գումարներով։ Բայց երբ նա փորձեց ուղարկել այդ զեկույցը կենտկոմիտե, նա ստացավ այցելություն 2 անծանոթ մարդկանցից։ Նրանք եկան Լուսինեի բնակարան գիշերը, ժամը 1-ին։ Նրանք չներկայացան, չցույց տվեցին փաստաթղթեր։ Նրանք պարզապես նստեցին նրա սեղանի շուրջ եւ խոսեցին հանգիստ, գրեթե բարեկամական տոնով։ Լուսինե ջան, ասաց նրանցից մեկը, մենք գիտենք, որ դու հետաքրքրվում ես Օֆելիա Համբարձումյանի գործով։ Մենք նաև գիտենք, որ դու ունես փաստաթղթեր, որոնք կարող են վնասել շատ կարևոր մարդկանց։ Մենք եկել ենք քեզ զգուշացնելու։ Եթե դու շարունակես այս ուղղությամբ, դու կորցնես ոչ միայն աշխատանքդ, այլև ազատությունդ։ Մենք կարող ենք մեղադրել քեզ հակախորհրդային քարոզչության մեջ, եւ դու կտանես 10 տարի բանտում։ Բայց եթե դու հիմա 10 մեզ բոլոր քո փաստաթղթերը եւ մոռանաս այս պատմությունը, մենք կմոռանանք քո մասին։ Լուսինեն նայեց նրանց եւ զգաց, թե ինչպես է սառչում արյունը իր երակներում։ Նա գիտեր, որ այս մարդիկ չեն սպառնում բարապ։ Նա տեսել էր, թե ինչպես են անհետանում մարդիկ, ովքեր խոսում էին չափից ավելի շատ։ Նա մտածեց Օֆելիայի մասին, մտածեց այն բոլոր արտիստների մասին, ովքեր տուժել էին, բայց հետո մտածեց իր ծնողների մասին, իր փոքր քրոջ մասին։ Նա վերցրեց թղթապանակը եւ տվեց նրանց։ Երբ նրանք հեռացան, Լուսինեն նստեց հատակին եւ լաց եղավ։ Հաջորդ օրը նա գնաց Օֆելիայի մոտ եւ պատմեց ամեն ինչ։ Օֆելիան գրկեց նրան եւ ասաց. Դու ճիշտ արեցիր, Լուսինե ջան։ Ես չեմ ուզում, որ դու տուժես իմ պատճառով։ Բայց այդ պահից սկսած Օֆելիան փոխվեց ավելի խորը։ Նա հասկացավ, որ համակարգը ավելի հզոր է, քան նա երբևէ պատկերացրել էր։ Նա հասկացավ, որ Սարգսյանը միայն մի փոքր ատամնիկ էր հսկայական մեքենայի մեջ, որը ճզմում էր արտիստներին եւ նետում դուրս, երբ նրանք այլևս օգտակար չէին։ Նա սկսեց խմել ավելի շատ, եւ նրա ելույթները դարձան ավելի անվկանոն։ Երբեմն նա չէր գալիս համերգների, երբեմն բարձանում էր բեմ հարբած վիճակում։ Սարգսյանը սկզբում փորձեց նրան վերահսկել, բայց հետո հասկացավ, որ Օֆելիան այլևս չի կարող լինել նույն խորհրդային արվեստի խորհրդանիշը։ 1972 թվականին, երբ Օֆելիան արդեն 44 տարեկան էր, նրան հայտարարեցին, որ նա թոշակի է գնում։ Սարգսյանը եկավ նրա բնակարան եւ բերեց պաշտոնական նամակ մշակույթի նախարարությունից։ Օֆելիա ջան, ասաց նա, դու երկար տարիներ ծառայեցիր մեր ժողովրդին։ Հիմա ժամանակն է հանգստանալու։ Դու կստանաս պետական թոշակ, ամսական 50 ռուբլի, եւ մենք երախտապարտ ենք քո ծառայության համար։ Օֆելիան նայեց նրան եւ հարցրեց. Իսկ ի՞նչ է եղել իմ փողերը, Գրիգորի։ Դու ասացիր, որ երբ թոշակի գնամ, կստանամ ամեն ինչ։ Սարգսյանը ժպտաց եւ հանեց մեկ այլ փաստաթուղթ։ Օֆելիա ջան, ահա հաշվարկը։ Քո ողջ կարիերայի ընթացքում դու վաստակել ես 2 միլիոն 500 հազար ռուբլի։ Այդ գումարից 80%-ը, 2 միլիոն ռուբլի, գնացել է պետական հիմնադրամ։ Մնացած 500 հազարից հանվել են հարկեր, ապահովագրություն, բնակարանի վարձ, հագուստի ծախսեր, ճանապարհորդությունների ունների ծախսեր։ Վերջնական հաշվով քեզ մնում է 3000 ռուբլի, որը մենք կտանք քեզ մեկ անգամյա վճարով։ Օֆելիան նայեց թվերին եւ չհավատաց իր աչքերին։ 30 տարի աշխատանքի համար 3000 ռուբլի։ Դա էր գինը նրա կյանքի, նրա ձայնի, նրա երջանկության։
Նա ստորագրեց փաստաթուղթը, որովհետև ուրիշ ընտրություն չուներ։ Սարգսյանը հեռացավ, եւ Օֆելիան մնաց միայնակ իր սառած բնակարանում։ Նա նստեց պատուհանի մոտ եւ նայեց փողոցին, որտեղ մարդիկ շտապում էին իրենց գործերով, անտարբեր նրա ցավի նկատմամբ։ Նա մտածեց Արամի մասին, մտածեց Լուսինեի մասին, մտածեց բոլոր այն տարիների մասին, երբ նա երգել էր ուրիշների համար։ Մինչդեռ իր սեփական կյանքը քայքայվում էր։ Նա բացեց շշից օղի եւ խմեց ուղիղ շշից։ Այդ գիշեր նա չքնեց։ Բայց ով էր այն անծանոթ հայցելուն, ով եկավ Օֆելիայի մոտ 3 ամիս անց եւ խոստացավ վերադարձնել նրա փողերը։ 1972 թվականի նոյեմբերին, երբ Երևանում արդեն սկսվել էր ձմեռը, Օֆելիայի դռանը թակեց անծանոթ մարդ։ Նա ներկայացավ որպես Վահագն Մկրտչյան, փաստաբան, ով մասնագիտացած էր արտիստների իրավունքների պաշտպանության մեջ։ Վահագնը երիտասարդ էր, մոտավորապես 35 տարեկան, հագած էր պարզ մուգ կոստյում եւ ձեռքին պահում էր հին կաշվե պայուսակ։ Նա նստեց Օֆելիայի չնստեց Օֆելիայի խոհանոցում, մերժեց թեյը եւ անմիջապես անցավ գործին։ Օֆելիա Համբարձումյան, ասաց նա, ես վերջին 2 տարին ուսումնասիրել եմ ձեր գործը եւ գտել եմ բազմաթիվ խախտումներ այն պայմանագրերում, որոնք դուք ստորագրել եք։ Համաձայն խորհրդային օրենքների ձեզ պարտք են մնացել ոչ թե 3000, այլ առնվազն 150,000 ռուբլի։ Ես կարող եմ օգնել ձեզ վերադարձնել այդ գումարը։ Օֆելիան նայեց նրան կասկածանքով։ Նա արդեն լսել էր նման խոստումներ եւ դրանք միշտ վերջանում էին հիասթափությամբ։ Ինչու եք դուք ուզում օգնել ինձ, հարցրեց նա։ Վահագնը հանեց իր պայուսակից հաստ թղթապանակ եւ դրեց սեղանին։ Որովհետեւ ես հավատում եմ արդարությանը, պատասխանեց նա։ Եվ 12, որովհետև ձեր գործը կարող է օգնել տասնյակ այլ արտիստների, ովքեր տուժել են նույն համակարգից։ Եթե մենք հաղթենք ձեր գործով, դա կստեղծի նախադեպ, եւ ուրիշներ էլ կկարողանան պահանջել իրենց իրավունքները։ Օֆելիան բացեց թղթապանակը եւ տեսավ տասնյակ փաստաթղթեր, պայմանագրեր, հաշվարկներ, իրավական վերլուծություններ։ Ամեն ինչ նախապատրաստված է ձեր մանրակրկիտ, բայց Վահագնը նաեւ զգուշացրեց նրան։ Օֆելիա Համբարձումյան, դուք պետք է իմանաք, որ այս ճանապարհը կլինի դժվար։ Մենք կպայքարենք հզոր մարդկանց դեմ, ովքեր ունեն կապեր եւ ազդեցություն։ Նրանք կփորձեն ճնշել մեզ, սպառնալ, գուցե նույնիսկ վնասել։ Եթե դուք վախենում եք, ավելի լավ է չսկսել։ Օֆելիան նայեց նրա աչքերին եւ տեսավ անկեղծություն։ Նա մտածեց մի քանի րոպե, հետո ասաց. Ես այլևս ոչինչ չունեմ կորցնելու, Վահագն ջան։ Եթե դուք պատրաստ եք պայքարել, ես էլ եմ պատրաստ։ Նրանք սեղմեցին ձեռքերը, եւ այդպես սկսվեց պայքարը, որը տևելու էր 3 տարի։ Վահագնը սկսեց իր աշխատանքը անմիջապես։ Նա ներկայացրեց հայց դատարան, պահանջելով վերանայել Օֆելիայի պայմանագրերը եւ վերադարձնել անարդար կերպով վերցված գումարները։ Նա հավաքեց վկաներ, այլ արտիստներ, ովքեր համաձայնվեցին վկայել Սարգսյանի եւ նրա գործընկերների անօրինական գործողությունների մասին։ Նա գտավ փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ Սարգսյանը փոխանցել էր արտիստների փողերը անձնական հաշիվներ։ Ամեն ինչ պատրաստ էր առաջին դատական նիստի համար, որը նշանակվեց 1973 թվականի մարտի համար։ Բայց 2 շաբաթ առաջ դատական նիստից Վահագնը ստացավ հեռախոսազանգ։ Անծանոթ ձայնը ասաց միայն մեկ նախադասություն. Եթե դուք չվերցնեք հայցը, ձեր ընտանիքը կտուժի։ Վահագնը չվախեցավ։ Նա գնաց ոստիկանություն եւ հայտնեց սպառնալիքի մասին, բայց ոստիկանները ասացին, որ չեն կարող ոչինչ անել առանց կոնկրետ ապացույցների։ Վահագնը վերադարձավ տուն եւ գտավ իր բնակարանի դուռը բաց։ Ներսում ամեն ինչ շրջված էր, գրքերը հատակին, կահույքը կոտրված, փաստաթղթերը ցրված։ Բայց ամենավատը դեռ առաջն էր։ Պատին գրված էր կարմիր ներկով. հաջորդ անգամ կլինի արյուն։ Վահագնը նստեց հատակին եւ մտածեց։ Նա ուներ կին եւ 2 փոքր երեխա։ Նա չէր կարող ռիսկի ենթարկել նրանց կյանքը, բայց նա նաեւ չէր կարող հանձնվել։ Նա հեռախոսեց Օֆելիային եւ պատմեց ամեն ինչ։ Օֆելիա Համբարձումյան, ասաց նա, ես պատրաստ եմ շարունակել, բայց միայն եթե դուք համաձայն եք։ Եթե դուք ուզում եք դադարեցնել, ես կհասկանամ։ Օֆելիան լռեց մի քանի վայրկյան, հետո ասաց. Վահագն ջան, ես չեմ ուզում, որ ձեր ընտանիքը տուժի իմ պատճառով։ Եկեք դադարեցնենք։ Վահագնը զգաց թեթևություն եւ միաժամանակ ամոթ։ Նա գիտեր, որ ճիշտ որոշում էր, բայց նաեւ զգում էր, որ դավաճանում է Օֆելիային։ Հաջորդ օրը Վահագնը գնաց դատարան եւ վերցրեց հայցը։ Դատավորը, ով նստած էր իր բարձր աթոռին, նայեց նրան եւ ասաց.
Փաստաբան Մկրտչյան, դուք ճիշտ որոշում եք կայացրել։ Այս գործը չուներ հեռանկար։ Վահագնը դուրս եկավ դատարանից եւ զգաց, թե ինչպես է ծանանում սիրտը։ Նա գիտեր, որ Օֆելիան երբեք չի ստանա իր փողերը, եւ նա ոչինչ չէր կարող անել դրա համար։ Նա գնաց Օֆելիայի մոտ եւ ներողություն խնդրեց։ Օֆելիան ժպտաց եւ ասաց. «Վահագն ջան, դուք փորձեցիք, եւ դա արդեն շատ է։ Ես երախտապարտ եմ ձեզ»։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ։ 2 ամիս անց Վահագնը գտնվեց մահացած իր գրասենյակում։ Պաշտոնական տարբերակը սրտի կաթված էր, բայց նրա գործընկերները կասկածում էին։ Վահագնը 35 տարեկան էր, առողջ, սպորտով էր զբաղվում։ Ինչպես կարող էր նա մահանալ սրտի կաթվածից։ Բայց ոչ ոք չուզեց հետաքննել։ Գործը փակվեց, եւ Վահագն Մկրտչյանը դարձավ եւս մեկ անուն մոռացված գործերի ցանկում։ Երբ Օֆելիան իմացավ նրա մահվան մասին, նա նստեց իր բնակարանում եւ լաց եղավ ողջ գիշեր։ Նա հասկացավ, որ Վահագնը մահացել էր նրա պատճառով, եւ այդ մեղքը նա կրելու էր մինչեւ իր վերջին օրը։ 1974 թվականին Գրիգորի Սարգսյանը թոշակի գնաց։ Նրան տրվեց պետական մեդալ խորհրդային մշակույթի զարգացման մեջ ներդրման համար, եւ նա տեղափոխվեց իր դաչա Կրիմում, որտեղ ապրեց մինչեւ իր մահը 1986 թվականին։ Նա մահացավ 91 տարեկանում, շրջապատված ընտանիքով, հարուստ եւ հարգված։ Նրա թաղմանը ներկա էին մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ թերթերը գրեցին երկար հոդվածներ նրա անմոռաց ներդրման մասին։ Ոչ ոք չհիշեց Օֆելիա Համբարձումյանի մասին։ Ոչ ոք չհիշեց այն տասնյակ արտիստների մասին, ում նա կողոպտել էր։ Օֆելիան ապրում էր իր փոքրիկ բնակարանում Երևանում, միայնակ եւ մոռացված։ Նրա թոշակը 50 ռուբլի ամսական բավարար չէր նույնիսկ սննդի համար։ Նա վաճառեց իր բոլոր զարդերը, իր հին զգեստները, նույնիսկ իր մեդալները, պարզապես ապրելու համար։ Երբեմն նրան այցելում էին հին երկրպագուները, բենում էին սնունդ, փող, բայց դա էր հազվադեպ։ Մարդիկ մոռացել էին նրան, ինչպես մոռանում են բոլոր հին աստղերին։ Օֆելիան նստում էր պատուհանի մոտ եւ նայում փողոցին, հիշում իր երիտասարդության օրերը, երբ նա երգում էր Կրեմլյանի պալատում եւ մարդիկ ոտքի էին կանգնում նրա համար։ Այժմ նա էր պարզապես հին կին, ում ոչ ոք չէր ճանաչում փողոցում։ Բայց նույնիսկ այդ մութ օրերում Օֆելիան չկորցրեց իր արժանապատվությունը։ Նա երբեք չբողոքեց, երբեք չխնդրեց ողորմություն։ Երբ լրագրողները երբեմն գալիս էին հարցազրույց վերցնելու, նա միշտ ժպտում էր եւ ասում. «Ես երջանիկ եմ, որ կարողացա ծառայել իմ ժողովրդին»։ Նա երբեք չխոսեց Սարգսյանի մասին, երբեք չբացահայտեց ճշմարտությունը։ Ոչ թե որովհետեւ վախենում էր, այլ որովհետեւ գիտեր, որ ոչ ոք չէր հավատալու նրան։ Համակարգը շատ հզոր էր, եւ նա միայն մի փոքր կին էր, առանց փողի, առանց իշխանության, առանց ձայնի։ 1989 թվականին, երբ Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել, Օֆելիան հույս ունեցավ, որ գուցե վերջապես ճշմարտությունը դուրս կգա։ Նա տեսավ հեռուստացույցով, թե ինչպես են մարդիկ բողոքում փողոցներում, ինչպես են նրանք պահանջում արդարություն։ Նա մտածեց, որ գուցե հիմա ժամանակն է պատմելու իր պատմությունը։ Բայց երբ նա փորձեց կապվել լրագրողների հետ, նրանք ասացին, որ շատ ուշ է։ Օֆելիա Համբարձումյան, ասացին նրանք, ձեր պատմությունը հին է։ Մարդիկ հիմա հետաքրքրված են ներկայով, ոչ թե անցյալով։ Օֆելիան հասկացավ, որ նա մնալու էր մոռացված մինչև վերջ։ Բայց մի բան դեռ մնում էր անպատասխան։ Ով էր այն գաղտնի բարերարը, ով սկսեց ուղարկել Օֆելիային փող յուրաքանչյուր ամիս, առանց անվան, առանց հասցեի։ Եվ ինչու այդ փողերը դադարեցին գալ հենց այն ամիսը, երբ Օֆելիան մահացավ։ Եվ ինչու բժիշկը 30 տարի լռել էր այդ մասին։ Ինչպիսի սպառնալիքներ էին նրան արել, որ նա ընտրեց պահպանել գաղտնիքը նույնիսկ այն ժամանակ, երբ Օֆելիան արդեն մահացած էր։ Բժշկի անունը Արթուր Հովանիսյան էր, եւ նա հիմա ապրում էր Երևանի ծայրամասում, փոքրիկ բնակարանում, լի հին բժշկական գրքերով եւ հիշողություններով։ Երբ լրագրողը գտավ նրան 1989 թվականին եւ խնդրեց պատմել Օֆելիայի մասին, Արթուրը սկզբում հրաժարվեց։ Բայց երբ լրագրողը ասաց, որ Օֆելիան մահացել է 1 տարի առաջ աղքատության մեջ, Արթուրը նստեց իր հին աթոռին եւ սկսեց լաց լինել։ Ես գիտեի, որ այդպես կլինի, ասաց նա։ Ես գիտեի, որ նրանք երբեք չեն թողնի նրան խաղաղ ապրել։ Հետո նա վերցրեց իր գաղտնի տետրը եւ սկսեց պատմել պատմությունը, որը 30 տարի պահել էր իր սրտում։ Զարթուրը առաջին անգամ տեսավ Օֆելիային 1965 թվականին, երբ նրան բերեցին հիվանդանոց, կոտրված կողոսկրերով։
Պաշտոնական տարբերակը այն էր, որ Օֆելիան անկել էր աստիճաններից համերգից հետո, բայց երբ Արթուրը զննեց նրան, նա տեսավ, որ վնասվածքները չեն համապատասխանում անկման։ գողոսկրերը կոտրված էին այնպես, կարծես որ ինչ-որ մեկը ոտքով հարվածել էր նրան։ Օֆելիայի մարմնի վրա էին նաև այլ հետքեր, կապտուկներ ձեռքերին, քերծվածքներ պարանոցին, արյունահոսություն ականջից։ Արթուրը հարցրեց նրան, թե ինչ է պատահել, բայց Օֆելիան միայն նայեց նրան իր մեծ վախեցած աչքերով եւ շշնջաց. «Խնդրում եմ, գրեք, որ ես ընկել եմ»։ Արթուրը ուզում էր հարցնել ավելին, բայց այդ պահին սենյակ մտավ մարդ, ում նա անմիջապես ճանաչեց՝ Գրիգորի Սարգսյանը։ Սարգսյանը մոտեցավ Արթուրին, դրեց ձեռքը նրա ուսին եւ ասաց հանգիստ, բայց սառը ձայնով. Բժիշկ Հովհաննիսյան, Օֆելիա Համբարձումյանը շատ կարևոր մարդ է մեր երկրի համար։ Մենք չենք ուզում, որ հանրությունը անհանգստանա նրա առողջության վիճակի պատճառով։ Ես վստահ եմ, որ դուք կգրեք ճիշտ ախտորոշումը, անկում աստիճաններից, ոչինչ ավելին։ Արթուրը նայեց Սարգսյանի աչքերին եւ տեսավ այնտեղ սառը վճռականություն։ Նա հասկացավ, որ եթե հրաժարվի, նա կորցնի իր աշխատանքը, գուցե նույնիսկ ավելին։ Նա գրեց անկում աստիճաններից եւ ստորագրեց փաստաթուղթը։ Բայց այդ օրվանից սկսած Արթուրը սկսեց վարել երկու տետր։ Մեկում պաշտոնական գրառումները, որոնք կարդում էին բոլորը, մյուսում ճշմարտությունը, որը նա պահում էր իր տանը թաքցված հին բժշկական գրքերի մեջ։ Յուրաքանչյուր անգամ, երբ Օֆելիային բերում էին հիվանդանոց նոր վնասվածքներով, Արթուրը գրում էր երկու տարբերակ, եւ յուրաքանչյուր անգամ Սարգսյանը կամ նրա մարդիկը գալիս էին եւ խորհուրդ էին տալիս գրել պաշտոնական տարբերակը։ Արթուրը ատում էր ինքն իրեն այդ թուլության համար, բայց նա ուներ կին եւ 3 երեխա, եւ նա չէր կարող ռիսկի ենթարկել նրանց ապագան։ 1969 թվականին Օֆելիային բերեցին հիվանդանոց, ծանր այլվածքներով ձեռքերին։ Պաշտոնական տարբերակը այն էր, որ նա պատահաբար թափել էր եռացող թեյ իր վրա, բայց երբ Արթուրը զննեց այլվածքները, նա տեսավ, որ դրանք չեն կարող լինել պատահական։ Այլվածքները գտնվում էին միայն ափերի ներսի կողմում, այնպես կարծես որ ինչ-որ մեկը բռնել էր Օֆելիայի ձեռքերը եւ պահել եռացող հեղուկի տակ։ Արթուրը հարցրեց Օֆելիային, բայց նա միայն շշնջաց. Ես ինքս եմ թափել թեյ։ Արթուրը նայեց նրա աչքերին եւ տեսավ այնտեղ ոչ թե ցավ, այլ անհույս հանձնվածություն։ Նա հասկացավ, որ Օֆելիան այլևս չէր պայքարում։ Նա պարզապես ընդունել էր իր ճակատագիրը։ Արթուրը բուժեց Օֆելիայի ձեռքերը եւ երբ նա դուրս էր գալիս հիվանդանոցից, նա փորձեց խոսել նրա հետ։ Օֆելիա Համբարձումյան, ասաց նա, ես գիտեմ, որ ինչ-որ մեկը վնասում է ձեզ։ Ես կարող եմ օգնել։ Ես կարող եմ գնալ ոստիկանություն, պատմել ճշմարտությունը։ Օֆելիան դադարեցրեց քայլելը, շրջվեց եւ նայեց նրան։ Նրա աչքերում Արթուրը տեսավ ինչ-որ բան, ինչը նրան սարսափեցրեց, ոչ թե վախ, այլ խորը անթունդի նման հուսահատություն։ Բժիշկ Հովհաննիսյան, ասաց Օֆելիան, եթե դուք գնաք ոստիկանություն, դուք կորցնեք ձեր աշխատանքը, ձեր ընտանիքը կտուժի, եւ ես դեռ կշարունակեմ տուժել։ Համակարգը ավելի հզոր է, քան մենք երկուսս միասին։ Խնդրում եմ, մի փորձեք օգնել ինձ։ Պարզապես շարունակեք գրել, որ ես անկում եմ, եւ թող ես ապրեմ այն փոքր կյանքը, որ ինձ մնացել է։ Արթուրը չգնաց ոստիկանություն։ Նա շարունակեց գրել սուտ ախտորոշումներ եւ ատել ինքն իրեն յուրաքանչյուր օր։ Բայց նա նաեւ շարունակեց վարել իր գաղտնի տետրը, հավաքելով ապացույցները, հույս ունենալով, որ մի օր գուցե ճշմարտությունը դուրս կգա։ Նա տեսավ, թե ինչպես է Օֆելիան տարեցտարի փոխվում, դառնում ավելի բարակ, ավելի թույլ, ավելի կոտրված։ Նա տեսավ, թե ինչպես է նրա ժպիտը դառնում ավելի դժվար, ինչպես է նրա ձայնը կորցնում իր փայլը։ Եվ նա չէր կարող ոչինչ անել, միայն նայել եւ գրել։ 1972 թվականին, երբ Օֆելիան թոշակի գնաց, Արթուրը մտածեց, որ գուցե վերջապես նա կարձակվի։ Բայց մեկ ամիս անց Օֆելիային գրքին բերեցին հիվանդանոց, կոտրված քթով։ Պաշտոնական տարբերակը դռան հարված։ Իրական պատճառը ինչ որ մեկը հարվածել էր նրան դեմքին։ Արթուրը հարցրեց, թե ով է արել դա, բայց Օֆելիան միայն ժպտաց դառնորեն եւ ասաց. Դուք չեք հասկանում, բժիշկ Հովհաննիսյան։ Նրանք երբեք չեն թողնի ինձ խաղաղ։ Նույնիսկ հիմա, երբ ես այլևս ոչինչ չեմ, նրանք ուզում են վրեժ լուծել իմ համար, որ ես համարձակվեցի հարցնել իմ փողերի մասին։ Արթուրը հասկացավ, որ Օֆելիան ճիշտ էր ասում։ Սարգսյանը եւ նրա մարդիկը չէին ուզում պարզապես կողոպտել Օֆելիային, նրանք ուզում էին կոտրել նրան, ցույց տալ, որ նա ոչինչ է, որ նա միայն խաղալիք է նրանց ձեռքերում։ Արթուրը շարունակեց այցելել Օֆելիային նրա բնակարանում անվճար, պարզապես որպես բարեկամ։ Նա բերում էր դեղեր, սնունդ, երբեմն փող։
Նա նստում էր նրա խոհանոցում եւ լսում նրա պատմությունները Արամի մասին, Լուսինեի մասին, Վահագնի մասին։ Նա տեսավ, թե ինչպես է Օֆելիան դանդաղորեն մարում, ոչ թե հիվանդությունից, այլ կոտրված սրտից։ Եվ նա չէր կարող ոչինչ անել, միայն լինել այնտեղ, պահել նրա ձեռքը եւ լսել։ 1987 թվականին, երբ Օֆելիան մահացավ, Արթուրը եղավ մեկը քչերից, ով եկավ նրա թաղմանը։ Նա նայեց դագաղին եւ տեսավ Օֆելիայի դեմքը, վերջապես խաղաղ, վերջապես ազատ։ Նա մտածեց բոլոր այն տարիների մասին, երբ նա լռել էր, բոլոր այն անգամների մասին, երբ նա գրել էր սուտ ախտորոշումներ։ Նա զգաց անսահման ամոթ, բայց նաև թեթևություն։ Օֆելիան վերջապես ազատվել էր իր տանջանքներից։ Արթուրը վերադարձավ տուն եւ դրեց իր գաղտնի տետրը հին բժշկական գրքերի մեջ։ Նա որոշեց, որ մի օր, երբ ժամանակը կգա, նա կպատմի ճշմարտությունը, բայց այդ օրը չեկավ։ Մինչև 1989 թվականը, երբ լրագրողը գտավ նրան։ Բայց ով էր իրականում ծեծում Օֆելիային եւ ինչու։ Սարգսյանը թույլ էր տալիս դա։ Արդյոք դա էր նրա վրեժխնդրության մասը, թե ուրիշ ինչ-որ մեկը ուներ հաշիվներ Օֆելիայի Հիլիայի հետ։ Երբ Օֆելիայի հարևանուհին, ով ապրել էր նրա կողքի բնակարանում 40 տարի, վերջապես համաձայնվեց բացել իր հին օրագիրը, այնտեղ գտնվեցին գրառումներ, որոնք սառեցնում էին արյունը։ Յուրաքանչյուր ամիս, ճիշտ 3 օր առաջ թոշակի օրվանից, Օֆելիայի բնակարան գալիս էր նույն մարդը, միշտ գիշերը, միշտ երբ փողոցները դատարկ էին։ Հարևանուհին Սիրանուշ Պետրոսյանը լսում էր ամեն ինչ իր բնակարանի պատերի միջով, որոնք թղթի պես բարակ էին։ Նա լսում էր, թե ինչպես է այդ մարդը մտնում Օֆելիայի բնակարան առանց թակելու։ Ինչպես է սկսվում խոսակցությունը, միշտ նույն բառերով. Օֆելիա ջան, ժամանակն է վճարելու։ Հետո լսվում էին աղաղակներ, լացեր, աղերսանքներ, երբեմն լսվում էին հարվածների ձայներ, կահույքի կոտրվելու ձայներ, ապակու փշրվելու ձուձայներ։ Այս ամենը տևում էր մոտավորապես 1 ժամ, հետո մարդը հեռանում էր, եւ Օֆելիայի բնակարանում տիրում էր լռություն։ Սիրանուշը գրել էր յուրաքանչյուր այցելության ամսաթիվը, ժամը, տևողությունը։ Նա գրել էր նաև այն, ինչ լսել էր։ Օֆելիան աղաչում է ժամանակ տալ։ Օֆելիան ասում է, որ փող չունի։ Օֆելիան լաց է լինում եւ ասում է, որ արդեն վաճառել է ամեն ինչ։ Ինչու Սիրանուշը երբեք չկանչեց ոստիկանություն, եւ ինչ էր այդ վճարումը, որը Օֆելիան պարտավոր էր անել յուրաքանչյուր ամիս։ Սիրանուշ Պետրոսյանը 85 տարեկան կին էր, ով ապրել էր նույն բնակարանում 1948 թվականից ի վեր։ Նա հիշում էր, թե ինչպես էր Օֆելիան տեղափոխվել հարևան բնակարան 1959 թվականին, երիտասարդ, գեղեցիկ, լի երազանքներով։ Սիրանուշը հիշում էր, թե ինչպես էր Օֆելիան երգում իր բնակարանում, եւ ողջ շենքը լսում էր այդ հրաշալի ձայնը։ Նա հիշում էր նաև, թե ինչպես էր Օֆելիան դանդաղորեն փոխվում, դառնում ավելի լուռ, ավելի փակ, ավելի վախեցած։ Բայց ամենաշատը Սիրանուշը հիշում էր այն գիշերները, երբ գալիս էր այդ մարդը։ Առաջին անգամ Սիրանուշը լսեց այդ մարդուն 1972 թվականի դեկտեմբերին, ճիշտ 3 օր առաջ Նոր տարվա։ Նա արթնացավ գիշերվա 1-ին դռան բացվելու ձայնից։ Սկզբում նա մտածեց, որ Օֆելիան վերադարձել է տնից, բայց հետո լսեց տղամարդու ձայն, կոպիտ, սառը, հրամայական։ Օֆելիա ջան, ասաց ձայնը, ես եկել եմ վերցնելու այս ամսվա վճարումը։ Օֆելիայի ձայնը հնչեց դողդոջուն։ Բայց ես ասացի, որ այլևս փող չունեմ, ես վաճառեցի ամեն ինչ։ Տղամարդու ձայնը դարձավ ավելի սառը։ Օֆելիա ջան, մենք ունեինք պայմանավորվածություն։ Դու պետք է վճարես յուրաքանչյուր ամիս, մինչև կմարես քո պարտքը։ Օֆելիան սկսեց լաց լինել։ Բայց ինչ պարտք։ Ես երբեք փող չեմ վերցրել ձեզնից։ Սիրանուշը սեղմեց ականջը պատին եւ լսեց ավելին։ Տղամարդը բացատրեց հանգիստ, կարծես դասախոսություն կարդար։ Օֆելիա ջան, երբ դու ստորագրեցիր պայմանագիրը 1949 թվականին, դու համաձայնվեցիր, որ քո եկամուտների 80%-ը կգնա պետական հիմնադրամ։ Այդ գումարները օգտագործվեցին քո կրթության, քո զգեստների, քո ճանապարհորդությունների համար։ Բայց դու նաև ստացար առաջադրանքներ, վարկեր, որոնք պետք է մարեիր քո աշխատանքով։ Դու չմարեցիր այդ վարկերը, եւ հիմա դու պարտական ես վճարել տոկոսները։ Օֆելիան աղաղակեց, բայց ոչ ոք երբեք չի ասել ինձ վարկերի մասին։ Ես միայն երգում էի, եւ ինձ ասում էին, որ փողերս անդտանգ են։ Տղամարդը ծիծաղեց, կարճ չոր ծիծաղ։ Օֆելիա ջան, անգրագիտությունը ոչ ոք չի արդարացնում։ Դու ստորագրեցիր փաստաթղթերը, եւ հիմա դու պետք է վճարես։ Սիրանուշը լսեց, թե ինչպես է Օֆելիան աղաչում,
ինչպես է նա առաջարկում վաճառել իր վերջին զարդերը, իր մեդալները, նույնիսկ իր հին զգեստները։ Տղամարդը համաձայնվեց վերցնել զարդերը, բայց ասաց, որ դա բավարար չէ։ Հաջորդ ամիս ես կվերադառնամ, ասաց նա, եւ դու պետք է ունենաս ավելին։ Հետո Սիրանուշը լսեց հարվածի ձայն, ոչ թե բռունցքի, այլ ինչ-որ բանի, որը հարվածում էր կահույքին։ Օֆելիան աղաղակեց, եւ Սիրանուշը զգաց, թե ինչպես է սառչում արյունը իր երակներում։ Նա ուզում էր վազել օգնության, բայց վախեցավ։ Նա մտածեց, որ եթե միջամտի, այդ մարդը կարող է գալ նաև իր մոտ։ Նա մնաց իր բնակարանում, սեղմեց ականջները բարձրով եւ փորձեց չլսել։ Բայց հաջորդ ամիս այդ մարդը կրկին եկավ, եւ Սիրանուշը կրկին լսեց նույն խոսակցությունը։ Այս անգամ Օֆելիան առաջարկեց իր հին ռադիոն, իր գրքերը, նույնիսկ իր հին լուսանկարները։ Տղամարդը վերցրեց ամեն ինչ, բայց ասաց, որ դա դեռ բավարար չէ։ Օֆելիա ջան, ասաց նա, քո պարտքը 200,000 ռուբլի է։ Այն ինչ դու ինձ տալիս ես, ծածկում է միայն տոկոսները։ Դու պետք է գտնես ավելի շատ։ Օֆելիան հարցրեց, թե ինչպես կարող է նա գտնել այդքան փող, երբ նրա թոշակը միայն 50 ռուբլի է ամսական։ Տղամարդը ասաց. Դա քո խնդիրն է, ոչ թե իմը։ Գուցե դու կարող ես վաճառել քո բնակարանը։ Օֆելիան բացատրեց, որ բնակարանը պետականն է, նա չի կարող վաճառել այն։ Տղամարդը ասաց. Ապա գտիր այլ ճանապարհ։ Սիրանուշը սկսեց գրել օրագիր, յուրաքանչյուր այցելության մասին, յուրաքանչյուր խոսակցության մասին։ Նա չգիտեր, թե ինչու է դա անում, բայց զգում էր, որ ինչ-որ մեկը պետք է իմանա ճշմարտությունը։ Նա գրեց, թե ինչպես է Օֆելիան դանդաղորեն վաճառում իր ամբողջ կյանքը, կտոր առ կտոր, միայն որպեսի բավարարի այդ անծանոթ մարդուն։ Նա գրեց, թե ինչպես է Օֆելիան դառնում ավելի բարակ, ավելի թույլ, ավելի կոտրված։ Նա գրեց նաև, թե ինչպես է մի օր Օֆելիան թակել իր դուռը եւ աղաչել փող փոխառել։ Սիրանուշը տվեց նրան 10 ռուբլի, ամբողջ իր խնայողությունը, եւ Օֆելիան լաց եղավ երախտագիտությունից։ 1985 թվականին այդ մարդը դադարեցրեց գալը։ Սիրանուշը սպասեց 1 ամիս, 2 ամիս, բայց նա այլևս չեկավ։ Սիրանուշը մտածեց, որ գուցե Օֆելիան վերջապես մարել է իր պարտքը, բայց երբ նա հարցրեց Օֆելիային, նա միայն ժպտաց դառնորեն եւ ասաց. Ոչ, Սիրանուշ ջան։ Նա դադարեցրեց գալը, որովհետեւ հասկացավ, որ ես այլևս ոչինչ չունեմ տալու։ Ես դարձա անօգուտ, նույնիսկ որպես պարտապան։ Սիրանուշը հարցրեց, թե ով էր այդ մարդը, բայց Օֆելիան հրաժարվեց պատասխանել։ Ավելի լավ է, որ դուք չգիտեք, ասաց նա։ Այդ գիտելիքը կարող է վտանգավոր լինել։ 2 տարի անց, երբ Օֆելիան մահացավ, Սիրանուշը գնաց նրա թաղման եւ տեսավ, որ այնտեղ շատ քիչ մարդիկ կային։ Նա տեսավ նաև մի մարդու, ով կանգնած էր հեռվում, դիտում թաղումը։ Այդ մարդը հագած էր սև կոստյում եւ ծխում էր սիգար։ Սիրանուշը անմիջապես ճանաչեց նրան, ձայնից, դիրքից, այն սառը, անտարբեր արտահայտությունից դեմքին։ Դա էր այն մարդը, ով տարիներ շարունակ գալիս էր Օֆելիայի մոտ եւ պահանջում վճարում։ Սիրանուշը ուզում էր մոտենալ նրան, հարցնել, թե ով է նա, բայց վախեցավ։ Նա միայն նայեց, թե ինչպես է այդ մարդը կանգնած մի քանի րոպե, հետո շրջվում եւ հեռանում, առանց նայելու ետ։ Սիրանուշը պահպանեց իր օրագիրը տասնամյակներ շարունակ, թաքցնելով այն իր հին սնդուկում։ Նա երբեք չպատմեց ոչ ոքի այդ մասին, որովհետև վախենում էր։ Բայց 1989 թվականին, երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր եւ մարդիկ սկսում էին խոսել ազատորեն, Սիրանուշը որոշեց, որ ժամանակն է բացահայտել ճշմարտությունը։ Նա տվեց իր օրագիրը լրագրողին, ով հետաքրքրվում էր Օֆելիայի պատմությամբ։ Լրագրողը կարդաց օրագիրը եւ սարսափեց։ Նա հասկացավ, որ Օֆելիան ոչ միայն կողոպտվել էր, այլև տանջվել էր տարիներ շարունակ, մարդկանցից, ովքեր պնդում էին, որ նա պարտք ունի։ Բայց ով էր այդ մարդը սև կոստյումով, եւ ինչու Օֆելիան երբեք չգնաց ոստիկանություն։ Արդյոք դա էր Սարգսյանի մարդը, թե ուրիշ ինչ-որ մեկը, ով ուներ իր սեփական հաշիվները Օֆելիայի հետ։ Երբ Օֆելիայի եղբորորդին, ով ապրում էր Մոսկվայում եւ 30 տարի չէր տեսել իր հորեղբոր դուստրը, վերջապես համաձայնվեց բացել հին ընտանեկան արխիվը, այնտեղ գտնվեցին նամակներ, որոնք Օֆելիան գրել էր նրան 1975 թվականից մինչև 1985 թվականը։ Այդ նամակներում Օֆելիան պատմում էր մանրամասն իր կյանքի մասին, թոշակից հետո, փողերի մասին, որոնք նա պարտավոր էր վճարել, մարդկանց մասին, ովքեր գալիս էին նրա մոտ եւ սպառնում։ Բայց ամենաշոկային բացահայտումը եղավ վերջին նամակում, որը գրված էր 1985 թվականի հունվարին, 2 տարի առաջ Օֆելիայի մահից։ Այդ նամակում Օֆելիան գրել էր. Սիրելի Արմեն, ես գիտեմ, որ դու չես կարող օգնել ինձ, բայց ես ուզում եմ, որ ինչ-որ մեկը իմանա ճշմարտությունը։ Այն մարդը, ով գալիս է իմ մոտ յուրաքանչյուր ամիս եւ պահանջում փող,
Նրա անունը Վազգեն Սարգսյան է։ Նա Գրիգորիի եղբորորդին է, եւ նա ասում է, որ ես պարտք եմ մնացել նրանց ընտանիքին։ Նա ասում է, որ եթե ես չվճարեմ, նա կգա եւ կվերցնի ամեն ինչ, ինչ ես ունեմ, նույնիսկ իմ կյանքը։ Ինչու Արմենը երբեք չպատասխանեց այդ նամակին, եւ ինչու նա 30 տարի պահեց այն գաղտնի։ Արմեն Համբարձումյանը 81 տարեկան մարդ էր, ով ապրել էր Մոսկվայում 1958 թվականից ի վեր։ Նա եղել էր ինժեներ, աշխատել էր խոշոր գործարանում եւ ունեցել էր հարմարավետ կյանք։ Նա հիշում էր Օֆելիային որպես փոքր աղջիկ, ով երգում էր ընտանեկան հավաքույթներում եւ ամբողջ սենյակը լռեցնում էր իր ձայնով։ Նա հիշում էր նաեւ, թե ինչպես էր Օֆելիան տեղափոխվել Մոսկվա 12 տարեկանում եւ ինչպես էր ողջ ընտանիքը հպարտանում նրանով։ Բայց 1960 թվականին, երբ Արմենը փորձեց այցելել Օֆելիային, նրան ասացին, որ Օֆելիա Համբարձումյանը չի կարող ընդունել այցելուներ։ Արմենը հասկացավ, որ Օֆելիան արդեն դարձել էր պետական սեփականություն, եւ նա չէր կարող պարզապես այցելել նրան ինչպես սովորական ազգականի։ Տարիներ անցան եւ Արմենը կորցրեց կապը Օֆելիայի հետ։ Նա լսում էր նրա երգերը ռադիոյով, տեսնում էր նրան հեռուստացույցով, բայց երբեք չէր կարողանում խոսել նրա հետ։ 1975 թվականին Արմենը ստացավ առաջին նամակը Օֆելիայից։ Այդ նամակում Օֆելիան գրել էր, որ նա թոշակի է գնացել եւ ապրում է Երևանում։ Նա գրել էր նաեւ, որ նրա կյանքը դժվար է, բայց նա չէր մանրամասնել։ Արմենը պատասխանեց նամակին եւ առաջարկեց օգնություն, բայց Օֆելիան մերժեց։ Ես չեմ ուզում ծանրություն լինել քեզ համար, գրել էր նա։ Հաջորդ 10 տարիների ընթացքում Արմենը ստացավ եւս 15 նամակ Օֆելիայից։ Յուրաքանչյուր նամակում Օֆելիան գրում էր ավելի ու ավելի մանրամասն իր խնդիրների մասին։ Նա գրում էր փողերի մասին, որոնք նա պարտավոր էր վճարել, մարդկանց մասին, ովքեր գալիս էին նրա մոտ եւ սպառնում։ Նա գրում էր նաեւ, որ վախենում է, որ մի օր այդ մարդիկը կգան եւ կսպանեն նրան։ Արմենը կարդում էր այդ նամակները եւ զգում էր ահզորություն։ Նա ապրում էր Մոսկվայում, հազարավոր կիլոմետր հեռու Երևանից, եւ չգիտեր, թե ինչպես կարող է օգնել։ Նա փորձեց գրել Օֆելիային, խորհուրդ տալ գնալ ոստիկանություն, բայց Օֆելիան պատասխանեց, որ ոստիկանությունը չի օգնի։ Նրանք բոլորը միասին են, գրել էր նա։ 1985 թվականի հունվարին Արմենը ստացավ վերջին նամակը Օֆելիայից։ Այդ նամակում Օֆելիան գրել էր Վազգեն Սարգսյանի մասին, մարդու, ով գալիս էր նրա մոտ յուրաքանչյուր ամիս եւ պահանջում փող։ Նա գրել էր, որ Վազգենը Գրիգորի Սարգսյանի եղբորորդին է եւ որ նա ասում է, թե Օֆելիան պարտք է մնացել նրանց ընտանիքին։ Օֆելիան գրել էր նաեւ, որ նա վախենում է, որ Վազգենը մի օր կգա եւ կսպանի նրան։ Արմեն ջան, գրել էր նա, եթե ինձ ինչ-որ բան պատահի, խնդրում եմ, պատմիր ճշմարտությունը։ Մի թող նրանք ասեն, որ ես մեռա բնական մահով։ Ես մեռնում եմ, որովհետև նրանք սպանում են ինձ, թում են ինձ, դանդաղ, տանջալից, բայց անխուսափելի։ Արմենը կարդաց այդ նամակը եւ սարսափեց։ Նա անմիջապես փորձեց հեռախոսել Օֆելիային, բայց նրա հեռախոսը անջատված էր։ Նա փորձեց գրել նամակ, բայց պատասխան չստացավ։ Նա մտածեց գնալ Երևան, բայց այդ պահին նրա կինը հիվանդացավ եւ նա չէր կարող թողնել նրան։ Արմենը որոշեց սպասել մի քանի ամիս, մինչև իր կինը ավելի լավ դառնա, եւ հետո գնալ Երևան։ Բայց երբ նա վերջապես պատրաստ էր գնալ, նա ստացավ նամակ Երևանից։ Այդ նամակում գրված էր, որ Օֆելիա Համբարձումյանը մահացել է 1987 թվականի փետրվարին, պատճառը սրտի կաթված։ Արմենը զգաց անսահման մեղք։ Նա հասկացավ, որ եթե նա գնար Երևան ավելի շուտ, գուցե նա կարողանար օգնել Օֆելիային, գուցե նա կարողանար գնալ ոստիկանություն, պատմել Վազգեն Սարգսյանի մասին, պաշտպանել Օֆելիային, բայց նա չարեց դա, եւ հիմա Օֆելիան մեռած էր։ Արմենը վերցրեց բոլոր նամակները Օֆելիայից եւ դրեց դրանք հին սնդուկում։ Նա որոշեց, որ երբեք չի պատմի ոչ ոքի այդ մասին, որովհետև ամոթվում էր իր թուլությունից։ Նա ապրեց հաջորդ 30 տարիներ այդ մեղքի հետ եւ միայն 1989 թվականին, երբ լրագրողը գտավ նրան եւ խնդրեց պատմել Օֆելիայի մասին, նա վերջապես համաձայնվեց բացել սնդուկը։ Լրագրողը կարդաց նամակները եւ հասկացավ, որ Օֆելիան ոչ միայն կողոպտվել էր, այլև տանջվել էր տարիներ շարունակ։ Նա հասկացավ նաեւ, որ Վազգեն Սարգսյանը եղել էր այն մարդը, ով պատասխանատու էր Օֆելիայի տանջանքների համար։ Լրագրողը որոշեց գտնել Վազգեն Սարգսյանին եւ հարցնել նրան ճշմարտությունը, բայց երբ նա սկսեց հետաքննել, նա պարզեց, որ Վազգեն Սարգսյանը մահացել էր 1988 թվականին ավտովթարի հետևանքով։ Պաշտոնական տարբերակը պատահական դեպք էր, բայց լրագրողը կասկածում էր։ Նա գտավ մարդկանց, ովքեր ճանաչում էին Վազգենին, եւ նրանք պատմեցին, որ Վազգենը եղել էր վտանգավոր մարդ, կապված հանցավոր աշխարհի հետ, եւ որ նրա մահը գուցե չէր եղել պատահական։ Բայց ով էր սպանել Վազգեն Սարգսյանին, եւ արդյոք դա կապված էր Օֆելիայի հետ։ Արդյոք ինչ-որ մեկը վրեժ էր լուծել Օֆելիայի համար, թե Վազգենը պարզապես դարձել էր իր սեփական գործերի զոհը։
Երբ Օֆելիայի հին գրիչը, որը տասնյակ տարիներ աշխատել էր նրա հետ բեմական կոստյումների վրա, վերջապես համաձայնվեց ցույց տալ իր անձնական արխիվը, այնտեղ պահված էին լուսանկարներ, որոնք երբեք չէին հրապարակվել։ Այդ լուսանկարներում երևում էր Օֆելիան հանդերձարանում, համերգներից անմիջապես առաջ, եւ այն, ինչ տեսնում էր ֆոտոխցիկը, սարսափելի էր։ Մեկ լուսանկարում Օֆելիան նստած էր հայելու առջև, եւ գրիչը ծածկում էր նրա դեմքի վրա եղած կապտուկները հաստ շերտով հիմնադրամի։ Մեկ այլ լուսանկարում երևում էր, թե ինչպես է գրիչը փորձում թաքցնել Օֆելիայի պարանոցին եղած կարմիր հետքերը, բարձր օձիքով։ Երրորդ լուսանկարում Օֆելիան կանգնած էր բեմի թևերում, եւ նրա աչքերում այնպիսի վախ էր, որ նույնիսկ լուսանկարը նայելիս մարդ սառչում էր։ Գրիչը պահել էր այդ լուսանկարները 40 տարի, թաքցնելով դրանք իր տան ամենախորը անկյունում, որովհետև վախենում էր, որ եթե ինչ-որ մեկը տեսնի դրանք, նա կկորցնի իր կյանքը։ Բայց ինչու էր գրիչը լուսանկարում այդ ամենը, եւ ով էր այն մարդը, ով ստիպում էր Օֆելիային բարձրանալ բեմ, նույնիսկ երբ նրա մարմինը կոտրված էր, եւ հոգին ջարդված։ Գրիչի անունը Նվարդ Գրիգորյան էր, եւ նա հիմա ապրում էր Երևանի հին թաղամասերից մեկում, փոքրիկ տանը, որտեղ պատերը ծածկված էին հին թատերական պաստառներով եւ լուսանկարներով։ Երբ լրագրողը գտավ նրան 1989 թվականին եւ խնդրեց պատմել Օֆելիայի մասին, Նվարդը սկզբում հրաժարվեց։ Նա ասաց, որ չի ուզում հիշել այդ տարիները, որ դրանք շատ ցավոտ են իր համար։ Բայց երբ լրագրողը ասաց, որ Օֆելիայի պատմությունը պետք է պատմվի, որպեսզի ճշմարտությունը վերջապես դուրս գա, Նվարդը նստեց իր հին աթոռին, վերցրեց թաքնված սնդուկը եւ սկսեց ցույց տալ լուսանկարները։ Նվարդը սկսել էր աշխատել Օֆելիայի հետ 1962 թվականին, երբ Օֆելիան արդեն 34 տարեկան էր եւ համարվում էր Խորհրդային Միության ամենահայտնի արտիստուհիներից մեկը։ Նվարդը երիտասարդ էր, նոր էր ավարտել թատերական ինստիտուտը եւ երազում էր աշխատել մեծ աստղերի հետ։ Երբ նրան առաջարկեցին դառնալ Օֆելիայի անձնական գրիչը, նա համարեց դա իր կյանքի ամենամեծ հաջողությունը։ Բայց առաջին օրվանից նա հասկացավ, որ ինչ-որ բան սխալ է։ Առաջին համերգից առաջ, երբ Նվարդը մտավ Օֆելիայի հանդերձարան, նա տեսավ կնոջը, ով նստած էր հայելու առջև եւ դողում էր։ Օֆելիայի դեմքը գունատ էր, նրա ձեռքերը սեղմված էին բռունցքի մեջ, եւ նրա աչքերում Նվարդը տեսավ ինչ-որ բան, ինչը նրան սարսափեցրեց։ Օֆելիա Համբարձումյան, ասաց Նվարդը, ես եկել եմ ձեզ պատրաստել համերգի համար։ Օֆելիան դանդաղ շրջվեց եւ նայեց նրան։ Դուք նոր եք, հարցրեց նա։ Նվարդը գլուխ տվեց։ Օֆելիան ժպտաց դառնորեն։ Ապա դուք դեռ չգիտեք, թե ինչ է սպասում ձեզ։ Նվարդը սկսեց աշխատել, եւ երբ նա համեց Օֆելիայի վերարկուն, նա տեսավ կապտուկներ նրա ձեռքերին, թարմ մուգ կապույտ, որոնք ակնհայտորեն արվել էին վերջին 24 ժամվա ընթացքում։ Նվարդը հարցրեց, թե ինչ է պատահել, բայց Օֆելիան միայն ասաց. Ես ընկել եմ։ Նվարդը չհավատաց, բայց չասաց ոչինչ։ Նա սկսեց ծածկել կապտուկները հիմնադրամով, եւ երբ աշխատանքը ավարտեց, Օֆելիայի ձեռքերը թվում էին նորմալ։ Բայց Նվարդը գիտեր, որ տակը թաքնված է ցավ։ Հաջորդ ամիսների ընթացքում Նվարդը տեսավ ավելի շատ։ Նա տեսավ, թե ինչպես է Օֆելիան գալիս համերգների, նոր վնասվածքներով յուրաքանչյուր անգամ։ Երբեմն դրանք էին կապտուկներ դեմքին, որոնք Նվարդը ծածկում էր հաստ շերտով կոսմետիկայի։ Երբեմն դրանք էին քերծվածքներ պարանոցին, որոնք Նվարդը թաքցնում էր բարձր օձիքներով կամ շարֆերով։ Երբեմն դրանք էին այրվածքներ ձեռքերին, որոնք Նվարդը ծածկում էր երկար ձեռնոցներով։ Յուրաքանչյուր անգամ Օֆելիան ասում էր նույն բացատրությունը. Ես ընկել եմ։ Ես այրվել եմ պատահաբար։ Ես հարվածվել եմ դռանը։ Եվ յուրաքանչյուր անգամ Նվարդը գիտեր, որ դա սուտ է։ 1965 թվականին Նվարդը որոշեց սկսել լուսանկարել Օֆելիային համերգներից առաջ։ Նա չգիտեր, թե ինչու է դա անում, բայց զգում էր, որ ինչ-որ մեկը պետք է տեսնի ճշմարտությունը։ Նա գնեց փոքրիկ ֆոտոխցիկ եւ սկսեց լուսանկարել Օֆելիային, երբ նա նստած էր հայելու առջև, երբ Նվարդը ծածկում էր նրա վնասվածքները, երբ նա պատրաստվում էր բարձրանալ բեմ։ Օֆելիան նկատեց ֆոտոխցիկը եւ հարցրեց. Ինչու եք դուք լուսանկարում ինձ։ Նվարդը պատասխանեց. Որովհետև ես ուզում եմ, որ ճշմարտությունը պահպանվի։ Օֆելիան նայեց նրան երկար, հետո ասաց. Եղեք զգույշ, Նվարդ ջան։ Այդ լուսանկարները կարող են վտանգավոր լինել ձեզ համար։ Բայց Նվարդը շարունակեց լուսանկարել։ Նա լուսանկարեց Օֆելիային 1965 թվականին,
երբ նրա կողոսկրերը կոտրված էին եւ նա շնչում էր դժվարությամբ, բայց դեռ պետք է բարձրանար բեմ։ Նա լուսանկարեց Օֆելիային 1969 թվականին, երբ նրա ձեռքերը այրված էին եւ նա չէր կարող պատշաճ կերպով շարժել դրանք, բայց դեռ պետք է ժեստեր աներ բեմի վրա։ Նա լուսանկարեց Օֆելիային 1970 թվականին, երբ նրա դեմքը այնքան ուռած էր, որ գրեթե անճանաչելի էր, բայց դեռ պետք է ժպտար հանդիսատեսներին։ Մի օր 1972 թվականին Նվարդը տեսավ այն մարդուն, ով պատասխանատու էր Օֆելիայի տանջանքների համար։ Այդ օրը Նվարդը եկավ Օֆելիայի հանդերձարան ավելի վաղ, քան սովորաբար, եւ լսեց ձայներ ներսից։ Նա մոտեցավ դռանը եւ լսեց տղամարդու ձայն, կոպիտ, սառը, սպառնալից։ Օֆելիա ջան, ասում էր ձայնը, դու մտածում ես, որ կարող ես խաղալ ինձ հետ։ Դու մտածում ես, որ կարող ես չվճարել եւ ոչինչ չի լինի։ Բայց ես քեզ ցույց կտամ, թե ինչ է լինում, երբ մարդիկ չեն վճարում իրենց պարտքերը։ Հետո Նվարդը լսեց հարվածի ձայն եւ Օֆելիայի աղաղակը։ Նվարդը բացեց դուռը եւ տեսավ տղամարդու, ով կանգնած էր Օֆելիայի վրա։ Օֆելիան ընկած էր հատակին, նրա դեմքը արյունոտ էր եւ նա փորձում էր պաշտպանվել իր ձեռքերով։ Տղամարդը շրջվեց եւ նայեց Նվարդին։ Դուք ով եք, հարցրեց նա։ Նվարդը զգաց, թե ինչպես է սառչում արյունը իր երակներում, բայց նա ստիպեց ինքն իրեն խոսել։ Ես Օֆելիայի գրիչն եմ, ասաց նա։ Ես եկել եմ նրան պատրաստել համերգի համար։ Տղամարդը նայեց նրան մի քանի վայրկյան, հետո ժպտաց սառը ժպիտով։ Լավ, ասաց նա, ապա պատրաստեք նրան եւ մի մոռացեք ծածկել հետքերը։ Նա հեռացավ եւ Նվարդը մնաց միայնակ Օֆելիայի հետ։ Նվարդը օգնեց Օֆելիային ոտքի կանգնել եւ տարավ նրան հայելու մոտ։ Օֆելիայի դեմքը ծածկված էր արյունով, նրա շրթունքը պատրված էր եւ նրա աչքերից մեկը սկսում էր ուռել։ Նվարդը սկսեց մաքրել արյունը եւ ծածկել վնասվածքները։ Նա աշխատեց 1 ժամ եւ երբ ավարտեց, Օֆելիան թվում էր գրեթե նորմալ, բայց երբ Նվարդը նայեց նրա աչքերին, նա տեսավ այնտեղ ինչ-որ բան, ինչը նրան սարսափեցրեց։ Ոչ թե վախ, այլ լիակատար հանձնվածություն։ Օֆելիան այլևս չէր պայքարում։ Նա պարզապես ընդունել էր իր ճակատագիրը։ Այդ օրվանից սկսած Նվարդը սկսեց վախենալ։ Նա հասկացավ, որ եթե նա շարունակի լուսանկարել, եթե նա փորձի պատմել ճշմարտությունը, նա կարող է դառնալ հաջորդ զոհը։ Բայց նա նաև չէր կարող դադարեցնել։ Նա զգում էր, որ պարտավոր է Օֆելիային, պարտավոր է ճշմարտությանը։ Նա շարունակեց լուսանկարել, բայց հիմա նա թաքցնում էր լուսանկարները ավելի ուշադիր։ Նա պահում էր դրանք իր տանը, թաքցնում էր դրանք հին սնդուկում եւ երբեք չպատմում էր ոչ ոքի դրանց մասին։ 1972 թվականին, երբ Օֆելիան Թեբոֆելյան թոշակի գնաց, Նվարդը մտածեց, որ գուցե վերջապես տանջանքները կավարտվեն։ Բայց մի ամիս անց Օֆելիան հեռախոսեց նրան եւ խնդրեց գալ իր մոտ։ Երբ Նվարդը եկավ Օֆելիայի բնակարան, նա տեսավ կնոջը, ով նստած էր իր խոհանոցում, դեմքը ծածկված կապույտ հետքերով։ Նվարդ ջան, ասաց Օֆելիան, նրանք չեն դադարել։ Նրանք դեռ գալիս են։ Դեռ պահանջում են փող։ Դեռ ծեծում են ինձ։ Նվարդը նստեց նրա կողքին եւ բռնեց նրա ձեռքը։ Օֆելիա Համբարձումյան, ասաց նա, դուք պետք է գնաք ոստիկանություն։ Դուք պետք է պատկեպատմեք ճշմարտությունը։ Օֆելիան ժպտաց դառնորեն։ Նվարդ ջան, ոստիկանությունը չի օգնի։ Այդ մարդիկը ունեն կապեր, ունեն իշխանություն։ Եթե ես գնամ ոստիկանություն, նրանք կգան եւ կսպանեն ինձ։ Նվարդը շարունակեց այցելել Օֆելիային հաջորդ տարիների ընթացքում։ Նա բերում էր սնունդ, դեղեր, երբեմն փող։ Նա նաև շարունակեց լուսանկարել Օֆելիային, յուրաքանչյուր անգամ, երբ նա տեսնում էր նոր վնասվածքներ։ Նա լուսանկարեց Օֆելիային 1975 թվականին, երբ նրա քիթը կոտրված էր։ Նա լուսանկարեց Օֆելիային 1981 թվականին, երբ նրա ձեռքերը այնքան դողում էին, որ նա չէր կարող բռնել բաժակը։ Նա լուսանկարեց Օֆելիային 1985 թվականին, երբ նրա աչքերում այլևս կյանք չկար, միայն դատարկություն։ 1987 թվականին, երբ Օֆելիան մահացավ, Նվարդը եղավ մեկը քչերից, ով եկավ նրա թաղմանը։ Նա նայեց դագաղին եւ տեսավ Օֆելիայի դեմքը, վերջապես խաղաղ, վերջապես ազատ։ Նա մտածեց բոլոր այն տարիների մասին, երբ նա լուսանկարել էր Օֆելիայի տանջանքները, բայց երբեք չէր համարձակվել պատմել ճշմարտությունը։ Նա զգաց անսահման ամոթ, բայց նաև թեթևություն։ Օֆելիան վերջապես ազատվել էր։ Նվարդը վերադարձավ տուն եւ դրեց լուսանկարները հին սնդուկում։ Նա որոշեց, որ մի օր, երբ ժամանակը կգա, նա կցույց տա այդ լուսանկարները աշխարհին։ Բայց այդ օրը չեկավ, մինչև 1989 թվականը։
Բայց ով էր այն տղամարդը, ում նվարդը տեսավ Օֆելիայի հանդերձարանում, եւ ինչու ոչ ոք չկանգնեց Օֆելիայի կողքին, երբ նա ամենաշատն էր կարիք ունենում օգնության։ Երբ Օֆելիայի հին բանկային աշխատակիցը, ով սպասարկել էր նրան 15 տարի, վերջապես համաձայնվեց բացել գաղտնի ֆայլերը, այնտեղ հայտնաբերվեցին փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս ամբողջ ճշմարտությունը Օֆելիայի կորած փողերի մասին։ Այդ փաստաթղթերում նշված էր, որ 1951 թվականից մինչև 1972 թվականը Օֆելիայի անունով բացված հաշվին մուտքագրվել էր ընդհանուր 2 միլիոն 700 հազար ռուբլի։ Բայց այդ գումարից Օֆելիան ստացել էր միայն 12,600 ռուբլի իր ամբողջ կարիերայի ընթացքում։ Մնացած 2 միլիոն 684 հազար 400 ռուբլին փոխանցվել էր տարբեր հաշիվների, որոնցից յուրաքանչյուրը պատկանում էր մարդկանց, ովքեր ուներին կապեր մշակույթի նախարարության հետ։ Ամենամեծ գումարը 1 միլիոն 200 հազար ռուբլի փոխանցվել էր հաշվի, որը պատկանում էր Գրիգորի Սարգսյանի անունով գրանցված մշակութային զարգացման հիմնադրամ կազմակերպությանը։ Բայց ամենաշոկայինը այն էր, որ յուրաքանչյուր փոխանցում կատարվել էր Օֆելիայի ստորագրությամբ, ստորագրություններով, որոնք բանկային աշխատակիցը հիմա պնդում էր, որ կեղծ էին։ Ինչպես էր հնարավոր, որ բանկը 30 տարի թույլ էր տվել այդ կողոպուտը, եւ ինչու բանկային աշխատակիցը միայն հիմա էր համարձակվում խոսել։ Բանկային աշխատակցի անունը Սուրեն Ավագյան էր, եւ նա հիմա ապրում էր Երևանի ծայրամասում, փոքրիկ բնակարանում, որտեղ պատերը ծածկված էին հին բանկային փաստաթղթերով եւ հաշվարկներով։ Երբ լրագրողը գտավ նրան 1989 թվականին եւ խնդրեց պատմել Օֆելիայի հաշվի մասին, Սուրենը սկզբում հրաժարվեց։ Նա ասաց, որ բանկային գաղտնիությունը սուրբ է եւ նա չի կարող բացահայտել հաճախորդների տեղեկությունները։ Բայց երբ լրագրողը ասաց, որ Օֆելիան արդեն մեռած է եւ որ ճշմարտությունը պետք է դուրս գա, Սուրենը նստեց իր հին աթոռին, վերցրեց թաքնված ֆայլերը եւ սկսեց պատմել պատմությունը, որը 40 տարի պահել էր իր սրտում։ Սուրենը սկսել էր աշխատել բանկում 1950 թվականին, երբ նա միայն 21 տարեկան էր եւ նոր էր ավարտել ֆինանսական ինստիտուտը։ Նրան նշանակեցին աշխատել հատուկ բաժնում, որը սպասարկում էր հատուկ հաճախորդներ, արտիստներ, գրողներ, գիտնականներ, ովքեր համարվում էին պետության սեփականություն։ Սուրենի առաջադրանքն էր վարել այդ հաճախորդների հաշիվները եւ կատարել բոլոր գործարքները, որոնք հրահանգվում էին մշակույթի նախարարությունից։ 1951 թվականին նրան հանձնարարեցին բացել հաշիվ Օֆելիա Համբարձումյանի անունով։ Առաջին տարիներին ամեն ինչ թվում էր նորմալ։ Օֆելիայի հաշվին մուտքագրվում էին գումարներ յուրաքանչյուր համերգից հետո, եւ Սուրենը տեսնում էր, թե ինչպես է հաշիվը աճում։ Բայց նա նաեւ տեսնում էր, որ Օֆելիան երբեք չէր գալիս բանկ ստուգելու իր հաշիվը, երբեք չէր հարցնում իր փողերի մասին։ Բոլոր գործարքները կատարվում էին մշակույթի նախարարության ներկայացուցիչների միջոցով, եւ Սուրենը պարզապես կատարում էր հրահանգները։ 1955 թվականին Սուրենը ստացավ առաջին հատուկ հրահանգը։ Մշակույթի նախարարությունից եկավ մարդ Գրիգորի Սարգսյանը եւ բերեց փաստաթուղթ, որտեղ գրված էր, որ Օֆելիայի հաշվից պետք է փոխանցվի 50,000 ռուբլի մշակութային զարգացման հիմնադրամ կազմակերպությանը։ Փաստաթուղթը ուներ Օֆելիայի ստորագրություն եւ բանկի կնիքը։ Սուրենը նայեց ստորագրությանը եւ զգաց, որ ինչ որ բան սխալ է։ Ստորագրությունը չէր նման Օֆելիայի իրական ստորագրությանը, որը Սուրենը տեսել էր բանկի արխիվներում։ Բայց երբ նա փորձեց հարցնել Սարգսյանին, նա ստացավ սառը պատասխան։ Սուրեն ջան, դուք պարզապես բանկային աշխատակից եք։ Ձեր գործը կատարել է հրահանգները, ոչ թե հարցեր տալ։ Սուրենը կատարեց փոխանցումը, բայց նա նաև պահեց փաստաթղթի պատճենը իր անձնական ֆայլում։ Նա չգիտեր, թե ինչու է դա անում, բայց զգում էր, որ ինչ-որ մեկը պետք է իմանա ճշմարտությունը։ Հաջորդ տարիների ընթացքում Սուրենը ստացավ տասնյակ նման հատուկ հրահանգներ։ Յուրաքանչյուր անգամ Սարգսյանը կամ նրա մարդիկը բերում էին փաստաթուղթ Օֆելիայի ստորագրությամբ, եւ Սուրենը պարտավոր էր կատարել փոխանցումը։ Յուրաքանչյուր անգամ Սուրենը տեսնում էր, որ ստորագրությունը կեղծ է, բայց նա չէր կարող ոչինչ անել։ 1962 թվականին Սուրենը որոշեց փորձել խոսել Օֆելիայի հետ։ Նա պարզեց նրա հասցեն եւ գնաց նրա բնակարան։ Երբ Օֆելիան բացեց դուռը, Սուրենը տեսավ կնոջը, ով թվում էր շատ ավելի ծեր, քան իր իրական տարիքը։ Օֆելիա Համբարձումյան, ասաց Սուրենը, ես Սուրեն Ավագյանն եմ, ձեր բանկային աշխատակիցը։ Ես եկել եմ խոսելու ձեզ հետ ձեր հաշվի մասին։ Օֆելիան նայեց նրան կասկածանքով։ Իմ հաշվի մասին, հարցրեց նա։ Բայց ես երբեք չեմ ունեցել հաշիվ։ Ինձ միշտ ասել են, որ իմ փողերը պահվում են հատուկ հիմնադրամում։ Սուրենը բացատրեց Օֆելիային, որ նա ունի հաշիվ բանկում եւ որ այդ հաշվին մուտքագրվել են միլիոնավոր ռուբլիներ։
Նա բացատրեց նաև, որ այդ գումարների մեծ մասը փոխանցվել է այլ հաշիվների, Օֆելիայի ստորագրությամբ։ Օֆելիան լսեց եւ սկսեց դողալ։ Բայց ես երբեք չեմ ստորագրել այդպիսի փաստաթղթեր, ասաց նա։ Ես երբեք չեմ եղել բանկում։ Ինձ միշտ ասել են, որ Գրիգորի Սարգսյանը վարում է իմ ֆինանսները։ Սուրենը հանեց իր պայուսակից մի քանի փաստաթղթերի պատճեններ եւ ցույց տվեց Օֆելիային։ Օֆելիան նայեց ստորագրություններին եւ սկսեց լաց լինել։ Դա ոչ թե իմ ստորագրությունն է, ասաց նա։ Նրանք կեղծել են իմ ստորագրությունը եւ գողացել իմ փողերը։ Սուրենը խորհուրդ տվեց Օֆելիային գնալ ոստիկանություն եւ բողոքարկել կեղծ ստորագրությունները, բայց Օֆելիան ասաց, որ դա անօգուտ է։ Սուրեն ջան, ասաց նա, Գրիգորի Սարգսյանը ունի կապեր ամենաբարձր մակարդակներում։ Եթե ես գնամ ոստիկանություն, նրանք կասեն, որ ես սուտ եմ ասում, եւ գուցե նույնիսկ մեղադրեն ինձ հակախորհրդային քարոզչության մեջ։ Ավելի լավ է լռել եւ ապրել այն փոքր կյանքը, որ ինձ մնացել է։ Սուրենը փորձեց համոզել նրան, բայց Օֆելիան հաստատակամ էր։ Նա շնորհակալություն հայտնեց Սուրենին, որ նա եկել էր եւ պատմել ճշմարտությունը, բայց ասաց, որ նա չի կարող ոչինչ անել։ Սուրենը վերադարձավ բանկ եւ շարունակեց իր աշխատանքը, բայց նա նաև շարունակեց պահել պատճենները բոլոր կեղծ փաստաթղթերի։ Նա պահեց դրանք իր անձնական ֆայլում, թաքցնելով դրանք բանկի արխիվների խորքում։ Յուրաքանչյուր անգամ, երբ նա ստանում էր նոր հատուկ հրահանգ, նա պահում էր պատճենը։ Տարիների ընթացքում նա հավաքեց ամբողջական արխիվ, ապացույցներ Օֆելիայի կողոպտության մասին։ 1972 թվականին, երբ Օֆելիան թոշակի գնաց, Սուրենը տեսավ վերջին հատուկ հրահանգը։ Սարգսյանը եկավ բանկ եւ բերեց փաստաթուղթ, որտեղ գրված էր, որ Օֆելիայի հաշիվը պետք է փակվի եւ մնացորդը 3000 ռուբլի պետք է տրվի Օֆելիային։ Սուրենը նայեց հաշվին եւ տեսավ, որ մնացորդը իրականում 8000 ռուբլի էր։ Նա հարցրեց Սարգսյանին, թե ինչու է տարբերությունը, եւ Սարգսյանը պատասխանեց. 5000 ռուբլին վճարվել է որպես վարչական ծախսեր։ Սուրենը հասկացավ, որ նույնիսկ վերջում նրանք շարունակում էին կողոպտել Օֆելիային։ Սուրենը կատարեց վերջին փոխանցումը եւ փակեց Օֆելիայի հաշիվը։ Նա զգաց անսահման ամոթ, որ նա մասնակից էր եղել այդ կողոպտությանը, նույնիսկ եթե նա միայն կատարում էր հրահանգները։ Նա մտածեց հրաժարվել իր աշխատանքից, բայց նա ուներ ընտանիք եւ չէր կարող թույլ տալ կորցնել իր եկամուտը։ Նա շարունակեց աշխատել բանկում մինչև 1985 թվականը, երբ նա թոշակի գնաց։ Բայց նա երբեք չմոռացավ Օֆելիա Համբարձումյանին եւ այն, ինչ արվեց նրա հետ։ Երբ Օֆելիան մահացավ 1987 թվականին, Սուրենը կարդաց մահվան մասին թերթում։ Նա զգաց խորը վիշտ, բայց նաև որոշեց, որ մի օր նա կբացահայտի ճշմարտությունը։ Նա վերցրեց իր գաղտնի ֆայլերը եւ տարավ դրանք տուն, թաքցնելով դրանք իր անձնական արխիվում։ Նա սպասեց 2 տարի, մինչև Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել, եւ հետո համաձայնվեց խոսել լրագրողի հետ։ Երբ նա ցույց տվեց փաստաթղթերը, լրագրողը սարսափեց։ Այդ փաստաթղթերը ապացուցում էին, որ Օֆելիան կողոպտվել էր համակարգված կերպով տարիներ շարունակ, եւ որ բանկը եղել էր այդ կողոպտության գործիքը։ Բայց ով էր պատասխանատու այդ համակարգված կողոպտության համար, եւ ինչու ոչ ոք չկանգնեց Օֆելիայի կողքին, երբ նա ամենաշատն էր կարիք ունենում արդարության։ Երբ Օֆելիայի վերջին հարևանը, ով ապրել էր նրա հետ նույն շենքում 45 տարի, վերջապես համաձայնվեց պատմել այն, ինչ տեսել էր Օֆելիայի վերջին ամիսներին, նա բացահայտեց մանրամասներ, որոնք սառեցնում էին արյունը։ Այդ վերջին ամիսներին Օֆելիան այլևս չէր լքում իր բնակարանը։ Նա նստում էր պատուհանի մոտ եւ նայում փողոցին, ժամերով, առանց շարժման, առանց խոսքի։ Հարևանը Գայանե Մարտիրոսյանը յուրաքանչյուր օր բերում էր նրան սնունդ, բայց Օֆելիան հազիվ էր դիպչում դրան։ Նա դարձել էր կմախք եւ ոսկոր, նրա աչքերը խորացել էին եւ նրա ձայնը դարձել էր շշուկ։ Բայց ամենասարսափելին այն էր, որ Օֆելիան սկսել էր խոսել ինքն իր հետ, երկար, անկապ մենախոսություններ, որտեղ նա պատմում էր իր կյանքի մասին, իր սխալների մասին, իր ափսոսանքների մասին։ Գայանեն լսում էր այդ մենախոսությունները պատերի միջով եւ գրում էր դրանք իր օրագրում։ Այդ մենախոսություններում Օֆելիան բացահայտում էր գաղտնիքներ, որոնք երբեք չէր պատմել ոչ ոքի, անունները այն մարդկանց, ովքեր կողոպտել էին նրան, մանրամասները այն գիշերների, երբ նրան ծեծել էին, ճշմարտությունը այն փողերի մասին, որոնք երբեք չէին վերադարձվել։ Բայց ամենաշոկայինը եղավ վերջին մենախոսությունը, որը Օֆելիան արտասանեց մահից 3 օր առաջ։ Այդ մենախոսությունում նա ասաց. Ես գիտեմ, որ նրանք գալու են վերջին անգամ։ Ես գիտեմ, որ այս անգամ նրանք չեն թողնի ինձ կենթանի, բայց ես այլևս չեմ վախենում։ Ես պատրաստ եմ գնալ։ Ինչու։
Գայանեն երբեք չկանչեց օգնություն, եւ ով էին այն նրանք, ում Օֆելիան սպասում էր իր վերջին օրերին։ Գայանե Մարտիրոսյանը 88 տարեկան կին էր, ով ապրել էր նույն շենքում 1942 թվականից ի վեր։ Նա հիշում էր, թե ինչպես էր շենքը կառուցվել պատերազմից հետո, ինչպես էին մարդիկ տեղափոխվում այնտեղ, լի հույսերով եւ երազանքներով։ Նա հիշում էր նաև, թե ինչպես էր Օֆելիան տեղափոխվել շենք 1951 թվականին, երիտասարդ, գեղեցիկ, հայտնի։ Գայանեն հպարտանում էր, որ ապրում է նույն շենքում ժողովրդական կուռքի հետ։ Բայց տարիների ընթացքում նա տեսավ, թե ինչպես է Օֆելիան փոխվում, դառնում ավելի լուռ, ավելի փակ, ավելի կոտրված։ 1985 թվականից սկսած Գայանեն սկսեց ավելի հաճախ այցելել Օֆելիային։ Նա տեսավ, որ Օֆելիան այլևս չի կարող պատշաճ կերպով հոգալ իր մասին։ Նրա բնակարանը դարձել էր կեղտոտ, սառը մոտ։ Օֆելիան նստում էր պատուհանի մոտ, փաթաթված հին վերմակում եւ նայում փողոցին։ Գայանեն սկսեց բերել նրան սնունդ, մաքրել նրա բնակարանը, լվանալ նրա հագուստները։ Օֆելիան շնորհակալություն էր հայտնում, բայց հազիվ էր խոսում։ Նա թվում էր կորցրած իր սեփական աշխարհում։ 1986 թվականին Գայանեն սկսեց լսել Օֆելիայի մենախոսությունները։ Առաջին անգամ նա լսեց դրանք գիշերվա 1-ին, երբ արթնացավ անծանոթ ձայնից։ Սկզբում նա մտածեց, որ Օֆելիան խոսում է ինչ-որ մեկի հետ, բայց հետո հասկացավ, որ Օֆելիան խոսում է ինքն իր հետ։ Նա լսեց, թե ինչպես է Օֆելիան պատմում իր կյանքի մասին, երիտասարդության մասին, երբ նա երգում էր Կրեմլյանի պալատում, Արամի մասին, ում նա սիրել էր եւ կորցրել էր, փողերի մասին, որոնք գողացել էին նրանից։ Գայանեն սկսեց գրել այդ մենախոսությունները իր օրագրում, որովհետև զգում էր, որ դրանք կարևոր են։ Յուրաքանչյուր գիշեր Օֆելիան խոսում էր ավելի ու ավելի շատ։ Նա պատմում էր անունները այն մարդկանց, ովքեր կողոպտել էին նրան. Գրիգորի Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը, բանկի տնօրենը, մշակույթի նախարարության պաշտոնյաները։ Նա պատմում էր մանրամասները այն գիշերների, երբ Վազգենը գալիս էր նրա մոտ եւ ծեծում էր նրան, երբ նա չէր կարողանում վճարել։ Նա պատմում էր նաև, թե ինչպես էր նա փորձել պայքարել, ինչպես էր փորձել գնալ ոստիկանություն, բայց ոչ ոք չէր օգնել նրան։ Նրանք բոլորը միասին էին, ասում էր Օֆելիան։ Նրանք բոլորը մասնակից էին այդ համակարգին, որը ճզմում էր մեզ եւ նետում դուրս։ 1987 թվականի փետրվարի սկզբին Օֆելիայի մենախոսությունները դարձան ավելի մութ, ավելի սարսափելի։ Նա սկսեց խոսել մահվան մասին, թե ինչպես է նա սպասում դրան, թե ինչպես է նա պատրաստ գնալ։ Ես հոգնել եմ, ասում էր նա։ Ես հոգնել եմ պայքարելուց, հոգնել եմ տառապելուց, հոգնել եմ ապրելուց։ Ես ուզում եմ խաղաղություն, ես ուզում եմ հանգիստ։ Գայանեն լսում էր այդ խոսքերը եւ զգում էր խորը անհանգստություն։ Նա փորձեց խոսել Օֆելիայի հետ, համոզել նրան, որ կյանքը դեռ արժե ապրելու, բայց Օֆելիան միայն ժպտում էր դառնորեն եւ ասում. «Գայանե ջան, դուք չեք հասկանում։ Իմ կյանքը վերջացել է շատ տարիներ առաջ։ Այն, ինչ հիմա ապրում եմ, միայն երկար մահն է»։ Փետրվարի 12-ին, 3 օր առաջ Օֆելիայի մահից, Գայանեն լսեց վերջին մենախոսությունը։ Այդ գիշեր Օֆելիան խոսեց երկար, ավելի քան 2 ժամ։ Նա պատմեց ամեն ինչ, սկզբից մինչև վերջ, իր ողջ կյանքի պատմությունը։ Նա պատմեց, թե ինչպես էր նա երազել դառնալ մեծ երգչուհի, ինչպես էր նա հասել իր նպատակին, բայց ինչպես էր այդ հաջողությունը դարձել նրա անեծքը։ Նա պատմեց, թե ինչպես էին նրան վերածել ապրանքի, ինչպես էին նրան կողոպտել, ինչպես էին նրան ծեծել, ինչպես էին նրան կոտրել։ Եվ վերջում նա ասաց այն խոսքերը, որոնք Գայանեն երբեք չմոռացավ. «Ես գիտեմ, որ նրանք գալու են վերջին անգամ։ Ես գիտեմ, որ այս անգամ նրանք չեն թողնի ինձ կենթանի։ Բայց ես այլևս չեմ վախենում։ Ես պատրաստ եմ գնալ։ Ես միայն ուզում եմ, որ ինչ-որ մեկը իմանա ճշմարտությունը։ Ես ուզում եմ, որ աշխարհը իմանա, թե ինչ արեցին նրանք ինձ հետ»։ Գայանեն լսեց այդ խոսքերը եւ զգաց սարսափ։ Նա ուզում էր վազել Օֆելիայի մոտ, ուզում էր օգնել նրան, բայց վախեցավ։ Նա մտածեց, որ եթե միջամտի, գուցե նա էլ դառնա զոհ։ Նա մնաց իր բնակարանում եւ աղոթեց, որ Օֆելիան սխալվի, որ ոչ ոք չգա նրա մոտ։ Բայց 3 օր անց, փետրվարի 15-ին, Գայանեն լսեց շտապ օգնության մեքենայի ձայնը։ Նա վազեց դուրս եւ տեսավ, թե ինչպես են բժիշկները դուրս բերում Օֆելիայի մարմինը ծածկված սպիտակ կտորով։ Օֆելիա Համբարձումյանը մեռել էր։ Պաշտոնական տարբերակը սրտի կաթված էր, բայց Գայանեն կասկածում էր։ Նա հիշում էր Օֆելիայի վերջին խոսքերը, հիշում էր, թե ինչպես էր նա ասել, որ նրանք գալու են վերջին անգամ։ Գայանեն փորձեց պատմել ոստիկանությանը, բայց նրանք ասացին, որ Օֆելիան ծեր էր եւ հիվանդ, եւ որ սրտի կաթվածը բնական էր։
Գայանեն փորձեց պատմել լրագրողներին, բայց նրանք ասացին, որ չունեն ապացույցներ։ Գայանեն հասկացավ, որ ոչ ոք չի հավատա նրան։ Բայց Գայանեն պահպանեց իր օրագիրը, այն օրագիրը, որտեղ նա գրել էր Օֆելիայի բոլոր մենախոսությունները։ Նա պահպանեց այն 2 տարի, մինչև 1989 թվականը, երբ լրագրողը գտավ նրան եւ խնդրեց պատմել Օֆելիայի մասին։ Գայանեն տվեց նրան օրագիրը, եւ լրագրողը կարդաց այն ամբողջությամբ։ Երբ նա ավարտեց, նա նայեց Գայանեին եւ ասաց. «Այս օրագիրը ապացույցն է, որ Օֆելիա Համբարձումյանը սպանվել է, ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես, համակարգի կողմից, որը ճզմեց նրան եւ նետեց դուրս»։ Բայց ով էին այն նրանք, ում Օֆելիան սպասում էր իր վերջին օրերին, եւ արդյոք նրանք իրականում եկան, թե Օֆելիան պարզապես մեռավ կոտրված սրտից։ Երբ Օֆելիայի մահվան վկայականը վերջապես հրապարակվեց 1989 թվականին, ազատության նոր ալիքի ժամանակ, այնտեղ հայտնաբերվեց մանրամասն, որը 30 տարի թաքնված էր մնացել պաշտոնական արխիվներում։ Մահվան ժամանակը նշված էր որպես փետրվարի 15-ի առավոտյան ժամը 6-ը, բայց հարևանները, ովքեր տեսել էին շտապ օգնության մեքենան, պնդում էին, որ այն եկել էր ժամը 3-ին։ 3 ժամ տարբերություն։ Բժիշկը, ով ստորագրել էր մահվան վկայականը, հիմա ապրում էր Ռուսաստանում եւ հրաժարվում էր պատասխանել հարցերին, բայց նրա օգնականը, ով այդ գիշեր աշխատում էր նրա հետ, պահպանել էր անձնական նշումներ, որտեղ գրված էր. «Մարմինը սառ էր, երբ մենք հասանք։ Կոշտությունը արդեն սկսված էր։ Սա նշանակում է, որ մահը տեղի է ունեցել առնվազն 6 ժամ առաջ, ոչ թե 3»։ Եթե Օֆելիան մեռել էր ժամը 9 երեկոյան, ապա ով էր կանչել շտապ օգնությունը ժամը 3-ին գիշերվա, եւ ինչու էր բժիշկը կեղծել մահվան ժամանակը պաշտոնական փաստաթղթերում։ Ով էր այնտեղ այդ վերջին ժամերին եւ ինչ էր պատահել Օֆելիայի բնակարանում այն գիշեր, երբ ոչ ոք չէր նկատում։ Բժշկական օգնականի անունը Մարինե Հակոբյան էր, եւ երբ լրագրողը գտավ նրան 1989 թվականին, նա ապրում էր Երևանի հին թաղամասում, փոքրիկ բնակարանում, որտեղ պատերը ծածկված էին բժշկական դիպլոմներով եւ հիշողություններով։ Մարինեն 66 տարեկան էր, թոշակի էր գնացել 2 տարի առաջ, եւ երբ լրագրողը հարցրեց նրան Օֆելիա Համբարձումյանի մահվան մասին, նա սկզբում լռեց։ Հետո նա վերցրեց իր հին նշումների տետրը, բացեց այն 1987 թվականի փետրվարի 15-ի էջը եւ սկսեց պատմել պատմությունը, որը 2 տարի պահել էր իր սրտում։ Այդ գիշեր Մարինեն աշխատում էր գիշերային թերթափոխում շտապ օգնության կայանում։ Ժամը 3 անցած 20 րոպեին նրանք ստացան զանգ անծանոթ տղամարդուց, ով ասաց, որ Երևանի կենտրոնում հին շենքերից մեկում կին մեռել է։ Տղամարդը տվեց հասցեն, բայց չթողեց իր անունը։ Մարինեն եւ նրա բժիշկը դոկտոր Պետրոսյանը նստեցին մեքենա եւ գնացին այդ հասցեով։ Երբ նրանք հասան, շենքի մուտքի դուռը բաց էր եւ աստիճաններին ոչ ոք չկար։ Նրանք բարձրացան 3-րդ հարկ եւ գտան բնակարանը, որի դուռը նույնպես բաց էր։ Մարինեն մտավ բնակարան եւ անմիջապես զգաց, որ ինչ-որ բան սխալ է։ Բնակարանը սառը էր, շատ սառը։ Կարծես պատուհանները բաց էին եղել ողջ գիշեր։ Սենյակում մութ էր, միայն փողոցային լույսը մտնում էր պատուհանից։ Մարինեն միացրեց լույսը եւ տեսավ Օֆելիա Համբարձումյանին, նստած իր սիրելի աթոռին պատուհանի մոտ փաթաթված հին վերմակում։ Նրա աչքերը բաց էին, նրա դեմքը խաղաղ էր, բայց նրա մարմինը արդեն սառը էր։ Մարինեն մոտեցավ եւ ստուգեց զարկերակը։ Զարկ չկար։ Նա ստուգեց շնչառությունը։ Շնչառությունն չկար։ Օֆելիա Համբարձումյանը մեռած էր։ Դոկտոր Պետրոսյանը մտավ սենյակ եւ սկսեց զննել մարմինը։ Նա ստուգեց մարմնի ջերմաստիճանը, ստուգեց կոշտությունը, ստուգեց մաշկի գույնը։ Հետո նա շրջվեց դեպի Բիմարինեին եւ ասաց ցածր ձայնով. «Այս կինը մեռել է առնվազն 6 ժամ առաջ, գուցե ավելի շուտ։ Կոշտությունը արդեն լիովին զարգացած է, բայց ով է կանչել մեզ հենց հիմա»։ Մարինեն նայեց շուրջը եւ նկատեց, որ բնակարանում ամեն ինչ շատ կարգավորված է։ Սեղանին դրված էր մաքուր բաժակ, մոմ, փոքրիկ լուսանկար։ Կարծես որ ինչ-որ մեկը պատրաստել էր այս տեսարանը, սպասել էր մահվան եւ հետո զանգել էր շտապ օգնությանը։ Դոկտոր Պետրոսյանը սկսեց լրացնել մահվան վկայականը։ Նա գրեց. «Մահվան պատճառ՝ սրտի կաթված։ Մահվան ժամանակ՝ փետրվարի 15, ժամը 6 առավոտյան»։ Մարինեն նայեց նրան զարմացած։ «Բայց դոկտոր Պետրոսյան», ասաց նա, «դուք ինքներդ ասացիք, որ նա մեռել է 6 ժամ առաջ, դա նշանակում է ժամը 9 երեկոյան, ոչ թե 6 առավոտյան»։ Դոկտոր Պետրոսյանը նայեց նրան եւ ասաց խիստ. «Մարինե ջան,
Դուք երիտասարդ եք եւ դեռ շատ բան պետք է սովորեք։ Երբեմն ավելի լավ է գրել այն, ինչ ասում են մեզ, քան այն, ինչ տեսնում ենք մենք։ Մարինեն ուզում էր հարցնել, թե ով է ասում նրանց, բայց այդ պահին սենյակ մտավ տղամարդ։ Այդ տղամարդը հագած էր սև կոստյում, ծխում էր սիգար եւ ուներ այն սառը, անտարբեր արտահայտությունը դեմքին, որը Մարինեն տեսել էր միայն շատ հզոր մարդկանց մոտ։ Նա մոտեցավ դոկտոր Պետրոսյանին, նայեց մահվան վկայականին եւ գլուխ տվեց։ Լավ է, ասաց նա։ Սրտի կաթված, ժամը 6 առավոտյան։ Ամեն ինչ պարզ է։ Հետո նա շրջվեց դեպի Մարինեին եւ ասաց. Երիտասարդ տիկին, դուք տեսաք, որ այս կինը մեռել է սրտի կաթվածից։ Դուք տեսաք, որ այստեղ ոչինչ կասկածելի չկա։ Դուք կգրեք ձեր զեկույցում ճիշտ այն, ինչ տեսաք։ Հասկացաք։ Մարինեն զգաց, թե ինչպես է սառչում արյունը իր երակներում։ Նա հասկացավ, որ այս տղամարդը սպառնում է նրան, առանց բացահայտ սպառնալիքի։ Նա գլուխ տվեց։ Տղամարդը հեռացավ եւ Մարինեն մնաց միայնակ դոկտոր Պետրոսյանի հետ։ Նրանք տարան Օֆելիայի մարմինը մորգ եւ ողջ ճանապարհին Մարինեն լռեց։ Բայց երբ նրանք վերադարձան կայան, նա վերցրեց իր անձնական տետրը եւ գրեց ամեն ինչ, ինչ տեսել էր այդ գիշեր։ Նա գրեց իրական մահվան ժամանակի մասին, տղամարդու մասին սև կոստյումով, կասկածելի հանգամանքների մասին։ Նա գրեց նաեւ իր կասկածները։ Ես կարծում եմ, որ Օֆելիա Համբարձումյանը չմեռավ բնական մահով։ Ես կարծում եմ, որ ինչ-որ մեկը էր նրա հետ այդ վերջին ժամերին, եւ այդ մարդը սպասեց, մինչեւ նա մեռավ, հետո զանգեց մեզ։ Մարինեն պահպանեց այդ նշումները 2 տարի, թաքցնելով դրանք իր տանը։ Նա երբեք չպատմեց ոչ ոքի, որովհետեւ վախենում էր։ Բայց երբ Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել եւ մարդիկ սկսեցին խոսել ազատորեն, Մարինեն որոշեց, որ ժամանակն է բացահայտել ճշմարտությունը։ Նա տվեց իր նշումները լրագրողին, եւ լրագրողը հասկացավ, որ Օֆելիա Համբարձումյանի մահը չէր եղել այնքան պարզ, որքան պաշտոնական տարբերակը ներկայացնում էր։ Ինչ որ մեկը եղել էր այնտեղ այդ վերջին ժամերին, եւ այդ մարդը ուներ իր սեփական պատճառները թաքցնելու ճշմարտությունը։ Բայց ով էր այդ տղամարդը սև կոստյումով, եւ ինչու էր նա այնքան հետաքրքրված, որ Օֆելիայի մահը թվա բնական։ Արդյոք նա էր այն մարդը, ում Օֆելիան սպասում էր իր վերջին մենախոսություններում, թե նա պարզապես ուղարկված էր ծածկելու հետքերը։ Երբ Օֆելիայի թաղման արարողությունից հետո մի փոքր խումբ մարդիկ հավաքվեց նրա սիրելի սրճարանում հիշելու համար, նրանցից մեկը բերեց հին ծրար, որը գտել էր Օֆելիայի բնակարանում, թաղումից մի շաբաթ առաջ, երբ մաքրում էր նրա իրերը։ Այդ ծրարի մեջ էին նամակներ, որոնք Օֆելիան գրել էր, բայց երբեք չէր ուղարկել։ Յուրաքանչյուր նամակ հասցեագրված էր տարբեր մարդկանց՝ Արամին, ում նա սիրել էր եւ կորցրել էր, Լուսինեին, լրագրողուհուն, ով փորձել էր օգնել նրան, Վահագնին, փաստաբանին, ով մեռել էր նրա համար պայքարելիս, Արթուրին, բժշկին, ով թաքցրել էր նրա վնասվածքները, Նվարդին, գրիչին, ով լուսանկարել էր նրա տանջանքները։ Յուրաքանչյուր նամակում Օֆելիան գրել էր իր ափսոսանքները, իր երախտագիտությունը, իր վերջին խոսքերը։ Բայց ամենաերկար նամակը հասցեագրված էր հայ ժողովրդին, եւ այդ նամակում Օֆելիան գրել էր ամեն ինչ, սկզբից մինչև վերջ, իր ողջ պատմությունը, անունները բոլոր նրանց, ովքեր կողոպտել էին նրան, մանրամասները բոլոր այն տանջանքների, որոնք նա կրել էր։ Վերջում նա գրել էր. Ես չեմ ուզում վրեժ։ Ես միայն ուզում եմ, որ ճշմարտությունը իմացվի։ Ես ուզում եմ, որ ուրիշ արտիստները չտուժեն այնպես, ինչպես ես տուժեցի։ Ես ուզում եմ, որ համակարգը փոխվի, որպեսզի մարդիկ չդառնան ապրանք, որը կարելի է գնել եւ վաճառել։ Ինչու Օֆելիան երբեք չուղարկեց այդ նամակները, եւ ինչ էր նա վախենում նույնիսկ իր վերջին օրերին։ Այդ փոքր խումբը կազմված էր 6 մարդուց՝ Գայանե Մարտիրոսյանը, հարևանուհին, Արթուր Հովանիսյանը, բժիշկը, Նվարդ Գրիգորյանը, գրիչը, Սուրեն Ավագյանը, բանկային աշխատակիցը, Սիրանուշ Պետրոսյանը, մյուս հարևանուհին եւ Արմեն Համբարձումյանը, եղբորորդին։ Նրանք նստեցին փոքրիկ սեղանի շուրջ, խմեցին սուրճ եւ սկսեցին կարդալ նամակները։ Յուրաքանչյուր նամակ էր ցավի աղաղակ, յուրաքանչյուր նամակ էր կորած հոգու վերջին խոսքերը։ Երբ նրանք կարդացին նամակը հայ ժողովրդին, նրանք բոլորը լռեցին։ Այդ նամակում Օֆելիան գրել էր ամեն ինչ, առանց վախի, առանց ամոթի, առանց թաքցնելու։ Նամակում Օֆելիան պատմել էր, թե ինչպես էր նա ստորագրել պայմանագիրը 16 տարեկանում, առանց հասկանալու, թե ինչ է ստորագրում։ Նա պատմել էր, թե ինչպես էր Գրիգորի Սարգսյանը դարձել նրա տոտերը, վերահսկելով նրա յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր շնչառությունը։ Նա պատմել էր, թե ինչպես էր նա կորցրել Արամին, միակ մարդուն, ում նա իսկապես սիրել էր,
որովհետև Սարգսյանը չէր ուզում, որ նա ունենա անձնական կյանք։ Նա պատմել էր, թե ինչպես էին նրա փողերը գողացվել տարիներ շարունակ, կեղծ ստորագրություններով, կեղծ փաստաթղթերով, կեղծ հաշվարկներով։ Նա պատմել էր նաև, թե ինչպես էր սկսվել ֆիզիկական բռնությունը։ 1965 թվականին, երբ Օֆելիան առաջին անգամ համարձակվեց հարցնել իր փողերի մասին, Սարգսյանը ուղարկեց իր եղբորորդի Վազգենին դաս տալու նրան։ Վազգենը եկավ Օֆելիայի բնակարան գիշերը եւ ասաց նրան պարզ. «Օֆելիա ջան, դու պարտք ես մնացել մեր ընտանիքին։ Մենք ներդրումներ ենք արել քո կարիերայի մեջ, եւ հիմա դու պետք է վերադարձնես այդ ներդրումները։ Եթե դու չվճարես, ես կգամ յուրաքանչյուր ամիս եւ կհիշեցնեմ քեզ քո պարտքի մասին»։ Եվ նա եկավ յուրաքանչյուր ամիս 15 տարի շարունակ, մինչև Օֆելիան այլևս ոչինչ չուներ տալու։ Օֆելիան գրել էր նաև, թե ինչպես էր նա փորձել պայքարել։ Նա գրել էր Լուսինեի մասին, լրագրողուհու, ով փորձել էր հրապարակել ճշմարտությունը, բայց սպառնալիքներ էր ստացել եւ ստիպված էր եղել լռել։ Նա գրել էր Վահագնի մասին, փաստաբանի, ով փորձել էր օգնել նրան վերադարձնել փողերը, բայց մեռել էր կասկածելի հանգամանքներում։ Նա գրել էր բոլոր այն մարդկանց մասին, ովքեր փորձել էին օգնել նրան, բայց ստիպված էին եղել հանձնվել, որովհետև համակարգը շատ հզոր էր։ Վերջում Օֆելիան գրել էր իր վերջին խոսքերը. «Ես գիտեմ, որ ես մեռնելու եմ շուտով։ Ես զգում եմ դա իմ ոսկորներում, իմ սրտում, իմ հոգում։ Ես այլևս չունեմ ուժ պայքարելու, այլևս չունեմ ուժ ապրելու։ Բայց ես ուզում եմ, որ իմ մահը չլինի անիմաստ։ Ես ուզում եմ, որ իմ պատմությունը պատմվի, որպեսզի ուրիշները իմանան ճշմարտությունը։ Ես ուզում եմ, որ համակարգը փոխվի, որպեսզի ուրիշ արտիստները չտուժեն այնպես, ինչպես ես տուժեցի։ Եթե իմ մահը կարող է բերել փոփոխություն, ապա այն չի լինի անիմաստ»։ Երբ 6 մարդիկը ավարտեցին կարդալ նամակները, նրանք նայեցին միմյանց եւ հասկացան, որ նրանք պարտավոր են բացահայտել ճշմարտությունը։ Նրանք որոշեցին միավորել իրենց բոլոր ապացույցները, Արթուրի բժշկական նշումները, Նվարդի լուսանկարները, Սուրենի բանկային փաստաթղթերը, Սիրանուշի օրագիրը, Գայանեի մենախոսությունների գրառումները, Արմենի նամակները։ Նրանք որոշեցին տալ այս ամենը լրագրողին, ով հետաքրքրվում էր Օֆելիայի պատմությամբ, եւ թույլ տալ, որ ճշմարտությունը վերջապես դուրս գա։ Բայց նրանք նաև գիտեին, որ դա վտանգավոր է։ Գրիգորի Սարգսյանը դեռ կենդանի էր, ապրում էր իր շքեղ դաչայում, Կրիմում։ Վազգեն Սարգսյանը մեռել էր, բայց նրա ընտանիքը դեռ ուժեղ էր։ Մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր մասնակից էին եղել կողոպտությանը, դեռ զբաղեցնում էին իրենց պաշտոններում։ Եթե նրանք բացահայտեին ճշմարտությունը, նրանք կարող էին դառնալ հաջորդ զոհերը։ Բայց նրանք նաև հասկացան, որ եթե նրանք չխոսեն հիմա, ճշմարտությունը երբեք չի դուրս գա։ Նրանք վերցրեցին իրենց որոշումը։ Նրանք տվեցին բոլոր ապացույցները լրագրողին եւ խնդրեցին նրան հրապարակել Օֆելիայի պատմությունը։ Լրագրողը համաձայնվեց, բայց նաև զգուշացրեց նրանց. «Դուք պետք է պատրաստ լինեք հետևանքներին։ Երբ այս պատմությունը դուրս գա, շատ հզոր մարդիկ կփորձեն ճնշել ձեզ, սպառնալ ձեզ, գուցե նույնիսկ վնասել ձեզ։ Դուք պատրաստ եք դրան»։ 6 մարդիկը նայեցին միմյանց եւ գլուխ տվեցին։ Նրանք պատրաստ էին։ Բայց արդյոք ճշմարտությունը իսկապես դուրս կգար, եւ արդյոք Օֆելիայի զոհաբերությունը կբերեր փոփոխություն, թե համակարգը շատ հզոր էր, նույնիսկ ազատության նոր ալիքի ժամանակ։ Երբ լրագրողը վերջապես հրապարակեց Օֆելիա Համբարձումյանի ամբողջական պատմությունը, 1989 թվականի հոկտեմբերին հոդվածը հրապարակվեց գրական թերթամսագրում, 12 էջ, լի ապացույցներով, լուսանկարներով, փաստաթղթերով։ Հոդվածի վերնագիրը էր «Ով սպանեց Օֆելիա Համբարձումյանին. Պետական կողոպտության եւ բռնության պատմությունը»։ Առաջին օրը ամսագիրը վաճառվեց ամբողջությամբ։ Երկրորդ օրը տպագրեցին լրացուցիչ 10,000 օրինակ եւ դրանք էլ վաճառվեցին մի քանի ժամում։ Մարդիկ կարդում էին հոդվածը եւ սարսափում էին։ Նրանք չէին կարող հավատալ, որ այդպիսի բաներ կարող էին տեղի ունենալ նրանց սիրելի երգչուհու հետ։ Նրանք չէին կարող հավատալ, որ համակարգը, որը պնդում էր, թե հոգ է տանում արտիստների մասին, իրականում ճզմում էր նրանց եւ նետում դուրս։ Բայց ռեակցիան եկավ արագ։ Երրորդ օրը մշակույթի նախարարությունը հրապարակեց պաշտոնական հայտարարություն, որտեղ ժխտում էր բոլոր մեղադրանքները։ Օֆելիա Համբարձումյանը եղել է մեծ արտիստուհի, ում մենք բոլորս սիրում եւ հարգում ենք, ասվում էր հայտարարությունում։ Բայց այն մեղադրանքները, որոնք արվել են մեր նախարարության դեմ, լիովին անհիմն են։ Օֆելիա Համբարձումյանը ստացել է իր բոլոր վճարումները համաձայն պայմանագրի, եւ նրա մահը եղել է բնական, սրտի կաթվածից։ Հայտարարությունը ստորագրված էր նախարարի կողմից, բայց բոլորը գիտեին, որ դա սուտ է։ Չորրորդ օրը Գրիգորի Սարգսյանը տվեց հարցազրույց հեռուստատեսությանը։
Նա նստած էր իր շքեղ դաչայի սրահում, ծխում էր սիգար եւ խոսում էր հանգիստ, վստահ ձայնով։ «Ես տասնամյակներ ծառայեցի խորհրդային մշակույթին», ասաց նա։ «Ես օգնեցի տասնյակ արտիստների դառնալ աստղեր»։ Օֆելիա Համբարձումյանը եղավ մեկը նրանցից։ Ես միշտ հոգ տարա նրա մասին, միշտ պաշտպանեցի նրան։ Այն մեղադրանքները, որոնք հիմա արվում են իմ դեմ, լիովին կեղծ են։ Դրանք գալիս են մարդկանցից, ովքեր ուզում են քայքայել իմ համբավը։ Նա ժպտաց իր սառը ժպիտով եւ ավելացրեց. Բայց ճշմարտությունը միշտ դուրս է գալիս, եւ ես վստահ եմ, որ իմ անմեղությունը կապացուցվի։ Բայց մարդիկ չհավատացին նրան։ Նրանք տեսել էին ապացույցները, կարդացել էին Օֆելիայի նամակները, տեսել էին լուսանկարները։ Նրանք գիտեին, որ Սարգսյանը ստում է։ 5-րդ օրը մարդիկ սկսեցին հավաքվել մշակույթի նախարարության շենքի առջև, պահանջելով արդարություն Օֆելիայի համար։ Նրանք բերեցին պաստառներ, որտեղ գրված էր «Արդարություն Օֆելիայի համար»։ Դադարեցրեք արտիստների կողոպտությունը։ Սարգսյանը պետք է պատասխանի։ Ոստիկանությունը փորձեց ցրել ցույցը, բայց մարդիկ չհեռացան։ Նրանք մնացին այնտեղ ողջ օրը, երգելով Օֆելիայի երգերը եւ պահանջելով ճշմարտություն։ 6-րդ օրը կառավարությունը հայտարարեց, որ կսկսի հետաքննություն Օֆելիա Համբարձումյանի գործով։ Բայց բոլորը գիտեին, որ դա միայն ձևականություն է։ Համակարգը շատ հզոր էր, եւ նրանք երբեք չէին թույլ տա, որ Սարգսյանը կամ նրա գործընկերները պատասխանատվության ենթարկվեն։ Հետաքննությունը տևեց 6 ամիս, եւ վերջում եզրակացությունը եղավ։ Օֆելիա Համբարձումյանը ստացել է իր բոլոր վճարումները համաձայն պայմանագրի։ Ոչ մի խախտում չի հայտնաբերվել։ Գործը փակվում է։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ։ Օֆելիայի պատմությունը դարձավ խորհրդանիշ։ Խորհրդանիշ այն բոլոր արտիստների համար, ովքեր տուժել էին համակարգից։ Տարիների ընթացքում տասնյակ այլ արտիստներ դուրս եկան եւ պատմեցին իրենց պատմությունները, նման պատմություններ կողոպտության, բռնության, շահագործման մասին։ Դանդաղորեն, շատ դանդաղորեն համակարգը սկսեց փոխվել։ Նոր օրենքներ ընդունվեցին պաշտպանելու արտիստների իրավունքները։ Նոր կազմակերպություններ ստեղծվեցին, օգնելու արտիստներին կառավարել իրենց ֆինանսները։ Բայց այդ փոփոխությունները եկան շատ ուշ Օֆելիայի համար։ Գրիգորի Սարգսի Սարգսյանը մեռավ 1985 թվականի դեկտեմբերին, 95 տարեկանում, իր շքեղ դաչայում Կրիմում։ Նա մեռավ հարուստ, հարգված, շրջապատված ընտանիքով։ Նրա թաղմանը ներկա էին հարյուրավոր մարդիկ, եւ թերթերը գրեցին երկար հոդվածներ նրա անմոռաց ներդրման մասին խորհրդային մշակույթի մեջ։ Ոչ ոք չհիշեց Օֆելիա Համբարձումյանի մասին։ Ոչ ոք չհիշեց այն տասնյակ արտիստների մասին, ում նա կողոպտել էր։ Նա տարավ իր գաղտնիքները գերեզման, եւ դրանք մնացին թաքնված հավերժ։ Բայց Օֆելիայի հիշատակը չմեռավ։ Յուրաքանչյուր տարի, փետրվարի 15-ին, փոքր խումբ մարդիկ հավաքվում է Երևանի կենտրոնական գերեզմանատանը, Օֆելիայի գերեզմանի մոտ։ Նրանք բերում են ծաղիկներ, վառում են մոմեր եւ երգում են Օֆելիայի երգերը։ Նրանք հիշում են կնոջը, ով տվեց իր ողջ կյանքը արվեստին, բայց ստացավ միայն ցավ եւ տառապանք։ Նրանք հիշում են նաեւ բոլոր այն մարդկանց, ովքեր փորձեցին օգնել նրան՝ Արամին, Լուսինեին, Վահագնին, Արթուրին, Նվարդին, Սուրենին, Սիրանուշին, Գայանեին, Արմենին։ Եվ նրանք խոստանում են, որ Օֆելիայի պատմությունը երբեք չի մոռացվի։ Օֆելիա Համբարձումյանի կյանքը եղավ ողբերգություն, որը կրկնվեց հազարավոր անգամներ խորհրդային համակարգում։ Նա եղավ կին, ով ուներ անհավատալի տաղանդ, ով կարող էր դառնալ աշխարհահռչակ, բայց ով փոխարենը դարձավ համակարգի զոհ։ Համակարգի, որը տեսնում էր արտիստներին ոչ թե որպես մարդիկ, այլ որպես ապրանք, որը կարելի է գնել, վաճառել, շահագործել եւ նետել դուրս, երբ նրանք այլևս օգտակար չեն։ Օֆելիայի մահից հետո նրա բնակարանը մնաց դատարկ 2 տարի։ Ոչ ոք չուզում էր ապրել այնտեղ, որտեղ այդքան ցավ եւ տառապանք էր եղել։ Վերջապես 1989 թվականին, երբ շենքը վերանորոգվեց, բնակարանը տրվեց երիտասարդ ընտանիքի։ Նրանք չգիտեին Օֆելիայի պատմության մասին, չգիտեին, թե ինչ էր տեղի ունեցել այդ պատերի մեջ։ Նրանք պարզապես ապրում էին իրենց կյանքով, երջանիկ եւ անտարբեր անցյալի նկատմամբ։ Բայց հարևանները հիշում էին։ Գայանե Մարտիրոսյանը, ով դեռ ապրում էր կողքի բնակարանում, երբեմն լսում էր ձայներ գիշերները, շշուկներ, լացեր, երգեր։ Նա գիտեր, որ դրանք միայն նրա երևակայությունն են, բայց նա չէր կարող օգնել ինքն իրեն։ Օֆելիայի հոգին դեռ էր այնտեղ, դեռ էր փնտրում խաղաղություն, դեռ էր սպասում արդարության։ Վազգեն Սարգսյանի ընտանիքը շարունակեց ապրել Երևանում, հարուստ եւ ազդեցիկ։
Նրանք երբեք չպատասխանեցին Օֆելիայի մահվան համար, երբեք չվերադարձրին գողացած փողերը։ Նրանք շարունակեցին իրենց կյանքը։ Կարծես ոչինչ չէր պատահել, կարծես Օֆելիան երբեք չէր եղել։ Բայց երբեմն, գիշերները, երբ նրանք միայնակ էին, նրանք լսում էին ձայն, կնոջ ձայն, որը երգում էր հին երգեր, եւ այդ ձայնը հետապնդում էր նրանց մինչև իրենց վերջին օրը։ Մշակույթի նախարարության պաշտոնյաները, ովքեր մասնակից էին եղել Օֆելիայի կողոպտությանը, շարունակեցին զբաղեցնել իրենց պաշտոններում։ Ոմանք թոշակի գնացին, ոմանք տեղափոխվեցին այլ պաշտոններ, բայց ոչ մեկը երբեք չպատասխանեց իր գործողությունների համար։ Համակարգը պաշտպանեց իր սեփականներին, ինչպես միշտ։ Բայց պատմությունը չմոռացավ նրանց անունները, եւ երբ նրանք մեռան, ոչ ոք չեկավ նրանց թաղման, ոչ ոք չլաց նրանց համար։ Օֆելիայի երգերը շարունակեցին հնչել ռադիոյով, հեռուստացույցով, համերգներում։ Նոր սերունդը հայտնաբերեց նրա ձայնը եւ սիրեց այն։ Բայց շատ քչերը գիտեին նրա իրական պատմությունը։ Շատ քչերը գիտեին, թե ինչ գնով եկավ այդ գեղեցիկ ձայնը։ Օֆելիան դարձավ լեգենդ, բայց լեգենդը թաքցրեց ողբերգությունը։ Այն 6 մարդիկ, ովքեր բացահայտեցին Օֆելիայի պատմությունը, շարունակեցին ապրել իրենց կյանքով։ Ոմանք մեռան հաջորդ տարիներին, ոմանք դեռ ապրում են, բայց բոլորը նրանք պահպանեցին Օֆելիայի հիշատակը իրենց սրտերում։ Նրանք պատմեցին նրա պատմությունը իրենց երեխաներին, իրենց թոռներին, իրենց ընկերներին։ Եվ դանդաղորեն, շատ դանդաղորեն ճշմարտությունը տարածվեց։ Այսօր, երբ մարդիկ խոսում են Օֆելիա Համբարձումյանի մասին, նրանք հիշում են ոչ միայն նրա գեղեցիկ ձայնը, այլև նրա ողբերգական կյանքը։ Նրանք հիշում են կնոջը, ով տվեց ամեն ինչ իր արվեստին, բայց ստացավ միայն ցավ եւ տառապանք։ Նրանք հիշում են նաև համակարգը, որը ստեղծեց այդ ողբերգությունը։ Համակարգը, որը տեսնում էր մարդկանց ոչ թե որպես անհատներ, այլ որպես գործիքներ, որոնք կարելի է օգտագործել եւ նետել դուրս։ Բայց արդյոք մենք իսկապես սովորեցինք Օֆելիայի պատմությունից։ Արդյոք մենք փոխեցինք համակարգը, որպեսզի այլ արտիստները չտուժեն այնպես, ինչպես նա տուժեց։ Թե մենք դեռ ապրում ենք աշխարհում, որտեղ տաղանդը շահագործվում է, որտեղ արտիստները դառնում են ապրանք, որտեղ փողը ավելի կարևոր է, քան մարդկային արժանապատվությունը։ Օֆելիա Համբարձումյանի պատմությունը ավարտվեց 1987 թվականի փետրվարի 15-ին, երբ նրա սիրտը դադարեց զարկել այդ սառը մութ բնակարանում։ Բայց նրա ժառանգությունը շարունակվում է մինչև այսօր։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք լսում ենք նրա ձայնը, մենք պետք է հիշենք ոչ միայն գեղեցկությունը, այլև ցավը։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք տեսնում ենք արտիստի, ով փայլում է բեմի վրա, մենք պետք է հարցնենք ինքներս մեզ. ինչ է թաքնված այդ փայլի հետևում։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք վայելում ենք արվեստը, մենք պետք է հիշենք այն մարդկանց, ովքեր ստեղծեցին այդ արվեստը, եւ վստահ լինենք, որ նրանք ստանում են այն հարգանքը եւ արդարությունը, որին արժանի են։ Բարեկամներ, ինչպես եք վերաբերվում Օֆելիա Համբարձումյանին։ Արդյոք նա եղավ համակարգի զոհ, թե ինքը պարտավոր էր ավելի ուժեղ պայքարել իր իրավունքների համար։ Արդյոք նման բաներ դեռ տեղի են ունենում մեր ժամանակներում, թե մենք իսկապես սովորեցինք անցյալի սխալներից։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե արդյոք ձեր քաղաքում դեռ հիշում են Օֆելիային։ Սեղմեք հավանել կոճակը, եթե կարծում եք, որ ճշմարտությունը պետք է միշտ դուրս գա, եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի իմանաք ավելին այն մարդկանց մասին, ովքեր փոխեցին պատմությունը, բայց ինքնը մոռացվեցին։ Մենք շարունակելու ենք պատմել այն պատմությունները, որոնք պաշտոնական տարբերակները փորձեցին թաքցնել։ Մնացեք մեզ հետ։